Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի Աստծո ժողովուրդ, որ ամեն շաբաթօր, ամեն պաշտամունքի օրերին մեզ հավաքում է, նորանոր խորհուրդներ պարգևելու իր ժողովրդին, նորանոր մանանաներով կերակրի, որպեսզի իր ժողովուրդը աճեն առողջ, մեծանան առողջ, Տիրոջ ճանապարհները շիտակ քայլեն, որ անոր կաղը չխոտորվի, այլ մանավանդ բժշկվի։ Դրա համար Տիրոջ հոգին այսօր թեմայ է տվել սքանչելի Հիսուսը իր հոգու զորությունով, որ ես մատուցանեմ ձեզի ճշմարիտ ջրի մկրտությունը եւ դրա խորհուրդը։ Այսօրվա քարոզի բնաբանն է ճշմարիտ ջրի մկրտությունը եւ դրա խորհուրդը, թե ինչի համար են առաքյալները մկրտե եւ երբ են մկրտե, որ հասակի մեջ են մկրտե, որ այսօր շատ տարբեր եկեղեցիներում տարբեր ու ծրված են մատուցանում եւ ժողովրդին մոլորեցնում են։ Դրա համար կուզեմ ձեր ուշադրությունը սևեռեցնեք Սուրբ գրային շատ համարների, որ հենց խոսում է մարմնավոր ջրի մկրտության համար եւ ոչ թե հոգու ջրի, ավետարանի ջրի մեջ մկրտվելու, որ հենց դրա խորհուրդն ունի, որ մանուկին այդ ջրի մեջ ընկղմեցնելով պիտի բացատրեն, որ քեզ չոր մեղավոր մցրեցինք, ջուրը ու թաց մեղավոր հանեցինք, քո հոգեկան աշխարհում ոչ մի լվացում տեղի չունեցավ, դե գնա այսպես ընկղմվի Աստծո խոսքի ջրերի մեջ, թավալվի, հինը տանիր ու Քրիստոս ակիր, Աստծո խոսքի ջրերով լողա, որ հին մարդուց ազատագրվես ու նոր արարած դառնաս, հիները անցնեն եւ այդ Աստծո խոսքի ջրերով վերափոխվես, նոր արարած դառնաս։ Սա էր ջրի մկրտության ճշմարիտ խորհուրդը, որը Սուրբ Հոգին ձեզ կմատուցանի համարների մեկնության ժամանակ։ Դրան որպես հաստատող համարներ ես ընթերցեմ դուք ձեր աստվածաշեշտների վրա նշումներ կատարեք, կամ մեր քարոզները լսող Աստծո ժողովուրդ, լսելուց կանգնեցրեք, նշեք, մտածեք ու մտորեք, որ չլա թե դուք կարեն ոչնչի ասածներով հավատակ, ապա Սուրբ գրքից հիմքեր ունենաք, որ կարողանաք փորձության ժամանակ դնել ձեր պարսատիկ աղոթքի մեջ ու տակ հակառակորդի ճակատին, որ կգան այդ գողիաթները, որ ձեզի երկմտեցնեն, մտածելով թե դու շեղված եք, դու կասես գրված է սատանա, առաքյալները այսպես կնեին, Հիսուսը այսպես կներ, ունակը չքվի, խավարը կցնդի եւ լույսը քեզ կպահապանի։ Ամեն։ Գրեք ջրի մկրտությանը վերաբերյալ համարները։ Ելից 12 գլխից 14 գլուխների մեջ ցույց է տալիս Եգիպտոսից դուրս գալը, Կարմիր ծովով անցնելը, կրակի եւ Սուրբ Հոգու ամպովը մկրտվելը, ատիկա բուն ջրի մկրտության խորհուրդն ունի, որ հենց որ որոշեց Հոգին աշխարհից զատվել պիտի ջրով մկրտվի, ինչը կհաստատեն Գործ Կառաքելոցի եւ Հիսուս Քրիստոսի բերանից ելած խոսքերը։ Ուրեմն 12-ից 14-րդ գլուխ, սա հին ուխտից ձեզ օրինակ։ Եվ նույն մկրտությունը կներ Հովանեսը, որ հին ուխտի ամեմատ էր, մարդ երբ հեթանոսությունից ետ էր գալիս էր Հովանեսի մոտ, խոստովանվում էր իր մեղքերը եւ այդ օրը ջրով մկրտվում էր, որ ջրի մկրտությունը ոչ թե տարիներ հետո պիտի կատարվի, հենց Հիսուսին անձնական Տեր ու Փրկիչ ընդունելուց հետո կարող են ջրով մկրտել։ Կարդացեք այս համարները եւ կարդացեք Վարձր փոցը, թե Գրիգոր Լուսավորիչի գործունեությունը, Տաթևացու, Նարեկացու բոլոր դարերի սուրբերի, ովքեր Հիսուսին ընդունել են անձնական Տեր եւ Փրկիչ, իրենց մեծ մեղքերը խոստովանվել են, իրենց մեղավոր են ճանաչել ու Հիսուսին արդարացրել են, նրանք ընդունել են Հիսուսին անձնական Տեր ու Փրկիչ, նրանք մկրտվել են ինչպես Եթովպացի ներքինին Փիլիպոսը մկրտեց։ Ուշադիր եղեք բոլոր համարներին, մտածեք ու մտորեք, եւ սրանց բոլոր հակառակ համարները դիվային են։ Կան համարներ, որ ծուռն են, մեկն է Աստծո ժողովուրդ։ Դրանց մեկնությունն էր Սուրբ Հոգին ձեզ կտա անարատ ձևի։ Ամեն։ Ուրեմն ուշադիր եղեք, ոչ թե ձեր մարմնավոր ուղեղները լարեք, ձեր հոգու աչքերը, հոգու իմաստությունով քննեք, որ չլա թե հակասական երևնա։ Տերը փառավորվի։ Մատթեոս 28-ի 19, որ ուղիղ ջրի մկրտության հերթականությունը ցույց կտա։ Գործ Կառաքելոց 2-ի 38-ը, որ այս համարի 2-ի 38-ի ծուռը մեկնությամբ են խաբել
Քրիստոսի մանուկ հավատացյալներին, որի մասին կխոսենք։ Գործք առաքելոց 8-ի 12-ից 23, 8-ի 36-ից 38, Փիլիպոսի մկրտությունն է, որ Եթովպացի ներքինին մկրտեց։ 9-ի 18, Պողոս հզոր հալածիչի Սողոսի մկրտությունն է։ Գործք առաքելոց 10-ի 47, Հեթանոս Կորնելոսի տան մի օրական բոլոր հավատացյալները հենց Սուրբ Հոգով ծնվեցան, կնքվեցան, լեզուների պարգև ստացան, ոչ թե հոգով մկրտվեցան։ Եվ նույն օրը Պետրոսը ասեց, եթե Աստված Սուրբ Հոգին տալով սրանց սրբացրեց, ծնունդ տվեց, ես ով եմ, որ այդ ջրի ծեսը, ջրի մկրտությունը արգել է։ 16-րդ գլուխ 15, Թիվատերիա քաղաքի ծիրանավաճառ կնոջ եւ իր ընտանիքի մկրտությունը։ 33-ը 16-ի 33 բանտապետի տան մկրտությունը։ Եվ 19-րդ գլուխ էլի գործք առաքելոց։ 5-րդ գլխից մինչև 10 ընթերցեք։ Տեսեք այն 12 աշակերտներին բռնեց, մկրտեց, աղոտ կարավ Սուրբ Հոգով ծնվեցան, լեզուների պարգևը ստացան, նոր ապաշխարեցին 2 տարի մինչև հասուն դառան։ Ու Պողոսը հանձնեց Տիրոջ շնորհքին եւ գնաց։ Եվ մնացած համարները էլ չեմ ուզում խոսել, կխոսենք որտեղից որտեղ կառաջնորդի Սուրբ Հոգին թո իր օրհնյալ կամքը լինի եւ իր անունը փառավորվի։ Ընթերցեմ Մատթեոս 28-ի 19 համարը։ Դե գիտենք, որ երբ ինքը արդեն խաչվեցավ արություն առավ, առաքյալներին ասել էր, ես Երուսաղեմից կեղծ կրոնավորների մեջ չեմ հայտնվի, ով որ ինձ կուզի հանդիպել, պիղծ Երուսաղեմից թող զատվի, բանակիցը ճշմարիտ քրիստոնյան զատվի, հեթանոսած վայրում ամայի սարի վրա ինձ կհանդիպի։ Այդպես էլ Աստծո ժողովուրդ, եթե դուք ուզում եք հանդիպեք Տիրոջը, կեղծ կրոնից զատվեք, ինչպես Պողոսը կսե, եկեք անոր ելնենք, բանակեն դուրս, Եբրայեցիների 13 ընթերցեք, մեր վրա առնենք կրոնավորների նախատիքն ու թուքումուրը, հալածվենք ու չարչարվենք, կրոնի ոգուց ազատագրվենք, նորեն ժամանակ Քրիստոս ակնելով կմոտիկանանք հաղորդության սեղանին, որին կանդրադառնանք մեր հաջորդ թեմաներին կնքվելու, հոգուց մկրտվելու եւ հաղորդության հասակ ունենալու թեմաները, որ Սուրբ Հոգին մեծ անհանգստությունա դրե, որ մատուցանեմ ձեզ բոլորիդ։ Ուրեմն ինչ ասեց Հիսուսը։ Իսկ 11 առաքյալները, աշակերտները գնացին Գալիլեա, 16-ից ընթերցեմ մինչև 20-ը։ Այն լեռը, ուր որ Հիսուսը իրենց որոշել էր, երբ Զանիկա տեսան, երկրպագություններին անոր, բայց ոմանք տարակուսեցան։ Հիսուսը մոտենալով խոսեցավ անոնց ու ասավ. ամեն իշխանություն ինձի տրվեցավ երկնքի ու երկրի մեջ։ Ուրեմն ուշադիր 19 խոսքն է դրա մասին խոսում։ Գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, առաջի քայլը վկայեցեք, որ դառնան ինձ։ Աշակերտելուց հետո մկրտեցեք զանոնք հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ամեն, հենց ընդունեցին, մկրտեցեք։ Դրանից հետո, մկրտվելուց հետո սովորեցուցեք անոնց, որ այս բոլոր բաները պահեն, ինչը որ ես ձեզ պատվիրեցի, ահա ամեն օր ես ձեզի հետ եմ մինչև աշխարհիս վերջը։ Աստծո ժողովուրդ, քարոզեցեք, ջրով մկրտեցեք, որտեղ Սուրբ գրքում գրված է Տեր Հիսուսի անունով մկրտություն, լավ իշեք անցած քարոզներին էլ ենք ասել։ Դա ջրի մկրտությունն է, որը մեղքերն է ներվում։ Ջրի մկրտության մեղքերն է ներվում, բայց որտեղ գրված է Տեր Հիսուսով մկրտվեցավ, Քրիստոսը վրայներից թակակ, որը գրված է Հռոմեացիների 6-ում, որ նոր արարածելակ, որը գրված է Գաղատացիների 3-ում, որ դուք Տեր Հիսուսի անունով, Տեր Հիսուսով մկրտվեցաք, Քրիստոս Հիսուսը վրայներից թակակ, Ալասկե հետո ոչ հրյակա, ոչ ալ հույն, ոչ արուկա, ոչ էլ էգ, ոչ ծառակա, ոչ էլ ազատապա Քրիստոսի ամեն բանի մեջ։ Սա հոգու մկրտությունն է, որի մասին կխոսենք։ Ուրեմն չշեղվենք,
Տեր Հիսուսի անունով մկրտությունը բոլոր տեղեր ջրի մկրտությունն է խորհրդանշում, որ հենց մի օրական հավատացյալներին, ովքեր վերուստ Հովանեսի նման մկրտելու իրավունք եւ իշխանություն ստացած են, կարան մեկ օրական հավատացյալներին ջրով մկրտել, ամեն։ Ով Հիսուսին ընդունում է անձնական Տեր ու Փրկիչ, իր մեղավորությունը դավանում ու ընդունում է եւ Հիսուսին ընդունում է Տեր եւ Աստված։ Սա իրավունք ունի Փիլիպոսի նման այս անձը, այս առաքյալը Փիլիպոսի նման կարան մկրտի Եթովպացի ներքինին, որ ընդունեց այս մի քանի կարևոր բաները, ամեն։ Ուրեմն մկրտվելուց հետո նոր սովորեցուցեք անոնց այն բոլոր բաները, որ պահեն, ինչը որ ես ձեզ սովորեցուցի, ահա ես ձեզի հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Աստծո ժողովուրդ չի կարա մի առաքյալ Հիսուսի ասացին հակառականի քարոզի, վկայի աշակերտը դառնա տարիներով ասա գնա Սուրբ Գիրքը 3 անգամ իրար հետև կարդա 4 անգամ ծննդոցը կարդա արի մկրտվի, այտենց օրենք չկա, սա շնչավոր մարդկային ու դիվական է, ոչ Հիսուսը, ոչ առաքյալները, ոչ էլ վարսրբոցում գրված որևէ սուրբի կյանքում էս բան կա։ Հիսուսին անձնական Տեր ու Փրկիչ ընդունելուց հետո ջրով մկրտում են եւ այդ մկրտելու ժամանակ ասում են ով հոգեվոր մանուկ դու հիմա աղոթք են անում Սուրբ Օքին իջնում է նրանց վրա հոգով կնքվում ու ծնվում են ասում է դե գնա հիմա թավալվի ավետարանի ջրի մեջ ավետարանի ջրերի մեջ լողա որ հինդ հանես ու Քրիստոս հագնելով հոգու մեջ մտնես ու մկրտվես ամեն ուրեմն մկրտվել բառը թե ջրով մկրտվել թե Սուրբ Օքով մկրտվել նշանակում է ընկղմվել բայց որ ինձ չոր մեղավոր մտցնում են ջուրը եւ թաց մեղավոր հանում են սա իմ մարմնի հետ կապ ունի որ լողացա բայց հոգեվորի հետ ոչինչ կապ չունի Սա լոկտեսա, որ խորհրդանշում է սելովամի ավազանի ջրերի մեջ ընկղմվելու, լողալու, սա է իրական մկրտությունը, Աստծո խոսքի ջրերի մեջ մկրտվել։ Եվ շատ սխալ վարդապետներ Հովանես ավետարանի 3-րդ գլխում գրված համարը ծուրն ու խաբուսիկ են մեկն է եւ հոգիներին խաբում են, ասում են գրված է որ հոգուց ու ջրից չմկրտվի, չի փրկվի։ Դե հիմա ուշադիր, ով Աստծո զավակներ, մի վստահեք շեղված քարոզիչներին, հարցրեք ուր է գրված, դուք ձեր աչքերով կարդացեք, որ չմոլորվեք, ոչ թե մկրտվի, կարդանք տեսնենք ինչ կասե Տերը Նիկոդեմոսին։ Երորդի երորդ, Հովանու ավետարան երորդի երորդ, պատասխան տվավ Հիսուսն ու սավ անոնց, ճշմարիտ կսեմ քեզի, եթե մարդը նորեն չծնանի, նոր ծնունդը Սուրբ Օքով ծնվելն է, որ դու Սուրբ Օքին աղոթում են իջնում է քո վրա, սրբանում ես, մեղքերդ ներվում է, Հիսուսին անձնական Տեր ու Փրկիչ ընդունելով, դու ծնվում ես, Գրքի աղոթքի կյանքով աճում չափահաս ես դառնում, հին անելով Քրիստոս ես հագնում, երկրորդ օծությունը ստանում ես, նոր մկրտվում ես, բայց այստեղ ծնանել է գրված, տեսեք, եթե մարդը նորեն չծնանի, Սուրբ Օքուց չծնանի, չի կրնա Աստծո թագավորությունը տեսնել, ծնանելով կողա տեսնես, բայց չապաշխարես չմտնես, երկրորդը, Նիկոդեմիոսը սավանոր, ինչպես մարդը կրնա, նորեն ծնանել, որ ծերացած է, հնարավոր բան է նորեն իր մոր որովայնը մտնե ու ծնանի, Հիսուսը պատասխան տվավ, ճշմարիտ կսեմ քեզի, եթե մարդը ջուրեն ու հոգիեն չծնանի, չի գրված մկրտվի, չի կրնա Աստծո թագավորությունը մտնել, ուրեմն ծնվելով տեսնում ես, հոգուտ աչքերը բացվում է, բայց եթե հինը չանես ու Քրիստոս չհագնես, չես մտնի երկնքի թագավորություն եւ Սուրբ Օքիով չես մկրտվի ու նոր արարած չես դառնա, սրա մասին կխոսենք հաջորդ քարոզներին, կնքվել, մկրտվել եւ աղթել, որ շատ եկեղեցիներ ոչ էլ նայում են այդ խոսքերին, ուրեմն մկրտությունը Ոչ միտեղ գրված չէ, որ ջրով չմկրտվի չի փրկվի, խաչի վրի ավազակը ջրով չմկրտվեցավ, բայց առաջի դրախտ մտնողը եղավ Հիսուսից հետո, ես չեմ քաջալերում ջրով մկրտվելը պետք չի, ոչ, պիտի մկրտվի, բայց տոչնի ժամանակին,
Հիսուսի որոշած ժամանակին, ինչպես առաքյալներն ու սուրբերը մկրտեցին, մի աղավաղեք, ով սիրելի հովիվներ, եւ Աստծո վարդապետական զոհասեղանի քարերը մի ձևափոխեք, ժամեր ժամանակներ ձեր դիվային եսիցը որոշեք ու դրեք։ Առաքյալները ոնց արել են, Հիսուսը ոնց արել է, մենք նրանց հետևորդներն ենք, ոչ թե նրանց հրամանները փոխողները։ Մենք ծառաներ ենք, Հիսուսի առաքյալների միջից դրած Սուրբ Հոգու դրած կանոններին ու օրենքներին հնազանդվողներ ենք, ամեն։ Ուրեմն աշակերտեցեք, զանոնք մկրտեցեք անուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով, եւ դրանից հետո քարոզեցեք, որ պահեն այս բոլոր բաները, մինչեւ ինքը գա, մինչեւ մեզ հետա ինքը աշխարհի վերջ, ամեն։ Ինչու եք փոխում, որովհետև հոգու մկրտությունը հեռացել է, ճշմարիտ մկրտություն չկա, հինը անելու Քրիստոս հագնել չկա, դրա համար ջրով մկրտում եք ու սարքում եք հաղորդության անդամ, ոչ ջրի մկրտությունով եկեղեցու անդամ են դառնում, Հիսուսի նշանածը, հինը անելով Քրիստոս հագնելով Հիսուսի կինն են դառնում, հոգուց մկրտվելով, գնում են Հիսուսի համար հազարավոր զավակներ են ծնում, ահա Սուրբ Հոգու մկրտության շնորհը, զորությունը իր պարգևներով որ չկա այսօրվա շատ եկեղեցիների մեջ, դրա համար էլ ջրի մկրտությունը ուշացրել են տարիներ հետո են մկրտում, որ ապացուցեն սա է հաղորդություն տալու մկրտությունը, բայց ջրի մկրտությունը լոկծես է, որ մանուկին ապացուցես դե գնա, լվացվի Աստծո խոսքի ջրերի մեջ ընկղմի, որ հինը տանես Քրիստոս հագնես, Հիսուսի կինը դառնաս, հոգով մկրտվես, նոր արարած դառնաս, նոր գնաս ավետարանը քարոզես հրաշքներ ու բժշկություններ կատարելով, ամեն։ Հիմա ասենք Գործք երկրորդ գլխի 38 խոսքը, որ շատ եկեղեցիներ ծուռը ու դիվային մտքերով են մեկնել այս խոսքը եւ շատ գառնուկների խաբել են։ Ուրեմն Աստծո ժողովուրդ, ես շատ եմ Տիրոջ հոգիով են դրվագը պատմում, թեկուզ աշխարհիկ իմաստություն բանա, բայց խորհուրդ ունի հոգևորի մեջ, որ մեկը ինչ կսե, սովորիր հորդ նման, էշ մի լինիր։ Այս միտքը գնում են ու վերափոխում են, ասում են Կարեն ասած սովորիր հորդ նման էշ մի լինիր։ Մի ստորակետի տեղափոխությամբ, որ անգրագիտավարի են կարդում հովիվները, ծուրն են կարդում, բարերն ու տարերը պակաս են կարդում, որ Հիսուսի քրիստոնյա մանուկներին մոլորեցնեն։ Ուրեմն ուշադիր եղեք, Գործք 2:38 համարը ծուրն են մեկնե ստորակետների ու շեշտերի փոփոխությամբ եւ Պետրոսի ասած խոսքերը լրիվ աղավաղել են ու հանել են իրեն գործերին հակառակ, որտեղ Պետրոսի ինչ քարոզում էր, այդպես էլ պիտի կատարեր, երբեք նա չէր կարա իր քարոզածին հակառակ բան կատարեր, ամեն, նույնը Պողոսը։ Հիմա տեսեք ոնց են մեկնում շատ եկեղեցիների կույր ու ծախված հովիվներ, որ ժողովրդին մոլորեցնել, մեծ բան ցույց տալ, թե ջրի մկրտությունը քեզ պետք է հաղորդություն ընդունելու հասակ պարգևի, քավլիցի, Սուրբ Հոգու ջրի մեջ թավալվելը, Սուրբ Հոգու հեղեղները ստանալով են մկրտվում եւ Քրիստոսի Սուրբ կինն են դառնում, նոր արարած դառնալով, ամեն։ Որը մեր հետագա քարոզներում Սուրբ Հոգին ձեզ կմատուցանի հոգով կնքվելու, ծնվելու, հինը անելու, Քրիստոս հագնելով, մկրտվելու եւ մկրտված վիճակում Հիսուսի ձեռքին ընտիր անոտ ծառայելով երրորդ օծությունը ստանալու, հոգով հաղթելու մասին, որ շատ եկեղեցիներ մոռացել են դրանց մասին խոսելը։ Ուրեմն 38-ը, 37-ից կարդամ Պետրոսի քարոզը լսող հոգիները, մի օրվա հավատացյալներ էին։ Եկել էին Երուսաղեմում կրոնավոր էին ծես կատարելու եւ լսեցին Պետրոսի քարոզը ու ինչ կատարվեց։ Երբ ասիկա լսեցին Պետրոսի հանդիմանությունը, սրտների մեջ զղջացին, ուշադիր։ Ու ուսին Պետրոսին եւ մյուս առաքյալներուն հասանք 38-ին, մարդիկ եղբայրներ, ինչ անենք, որ փրկվենք։ Մարդկանց ապացուցում են, որ ձեզ թաթխեն ջուրը հանեն, դու արդեն փրկված եք։ Աստծո ժողովուրդ, այս կոնտեքստի սխալ մեկնությամբ։ Եթե ինչ չոր մեղավոր թաթխում ես ջուրը ու թաց մեղավոր հանում ես, իմ ներսը ոչ մի փոփոխություն չի կատարվում։ Իսկ փրկությունը հոգու փոփոխությունից նա որ երկինք պետք է մտնես, ոչ թե մարմնի լվացումների հետ կախված։ Ուշադիր եղեք, Պետրոսը սավ։
Պետրոս տսավ անոնց, ապաշխարեցեք, շեշտադրված։ Եվ մի ստորակետի բացակայության, որ շատ թարգմանություններում կա, շատերում չկա, ապաշխարեցեք։ Ստեղ մի մոմենտ դադար կանգնենք, շարունակեմ նոր մեկնելով գնամ։ Ու ձեզ մե ամեն մեկը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով, մեղքերի թողության համար ու Սուրբ Հոգի պարգևը, լեզուների պարգևը, ոչ թե մկրտությունը, Սուրբ Հոգու պարգևը կստանաք։ Եվ հիմա ես կբացատրեմ Տիրոջ էքեով հետագան, որ Պետրոսը իմ քարոզած ձևի մկարավ, իսկ այսօրվա սուտ վարդապետները մեկնում են իր ձև, ապաշխարեցեք, ապաշխարելուց հետո նոր մկրտվեցեք։ Ուրեմն ինչ է այստեղ բացատրում Պետրոսը, ինչ անեք, որ փրկվեք, ապաշխարել մի երկար ճանապարհի մասին խոսեց, ապաշխարեցեք, դա է ձեզի փրկություն շնորհելը։ Դրանից հետո ստոր շեշտից եւ ստորակետից հետո բացատրումը ինչպես է սկսեն ապաշխարելը։ Ուշադիր։ Ուրեմն ապաշխարելը ունի սկիզբ եւ վերջ։ Ելից գրքում գրված է Եգիպտոսը թողեցին, ծովը անցան, կրակի եւ ամպիսյունի տակ մկրտվեցան, Հորդանանը անցնելով Քանան մտան, ապաշխարեցին, մեղքի գերությունից ազատագրվեցան ու սկսեցին սուրբ կյանք ապրել։ Ամեն։ Ուրեմն ապաշխարել էդի մի բառ չի, որ մեղքերի թողություն գտար ապաշխարեցիր, մեղքերի թողությունը, մեղքերի ներումը, նորեն ծնվելա, ոչ թե ապաշխարել։ Բառը հասկացեք, այսօր ես մի քրոջ հետ խոսում եմ, որ ինքը հայոց լեզվի մասնագետ է, պարապում է այդ թեմայով։ Ասում է ապաշխարել բառը աշխարհի հետ, այդ աշխարհ բառը նա գրվում է ապաշխար, այնտեղ հ չկա։ Ուրեմն այո Աստծո ժողովուրդ, լեզվաբանները, աշխարհիկ իմաստունները իրենց հետ պարապող աշակերտներին բացատրում են, որ աշխարհ ու ապաշխար բառը իրարից տարբեր բաներ են։ Ինչի համար, որ իրեն քննությունների ժամանակ հեն չխառնեն ապաշխարելու հետ գրեն, բայց մտքով բացատրում են, որ ապաշխարել նշանակում է մեղքից չարությունից հեռանալ։ Ես ընդունեցի ու հասկացրի այդ մանուկին, որ այո, Պետրոս այդքան կրթություն ու գրագիտություն չուներ, բայց Պետրոսի բացատրած ապաշխարը նշանակում էր մեղքից, աշխարհից հեռանալ, ազատագրվել, նրանց չար գործերին չընկերանալ։ Ամեն։ Եվ այդ քույրը հասկացավ, ընդունեց, եւ մի քույր էլ ասեց, այո, բառամիջում հայեր կան, որ չեն գրվում, բայց կարդացվում են, թաքնված են, եւ պարզվավ, որ այդ ապաշխարել բառը հենց իմ հոգուց առած հեռանալ աշխարից, մեղսալի ցանկություններից։ Ուրեմն դու պիտի նորեն ծնվես, մեղքերի թողությամբ, ջրի մկրտությամբ, ջրի մկրտությունը անցնես եւ մտնես անապատային կրակի մկրտությունը անցնելով հին անես Քրիստոս ակնես ու Քանանու երկիր մտնելով հոգուց մկրտվես ու արդեն ապաշխարած ես եւ որպես ապաշխարած անոթ օգտագործվես Տեր Հիսուսի ձեռքին որպես գործիք, ամեն, որտեղ Հիսուսը անապաշխար կեղտոտ անոթներին չի վերցնի եւ օգտագործի իր փառքի մեջ։ Ուրեմն ինչ է նշանակում ապաշխարել։ Պետրոսը բացատրում ասում է, ինչ անենք որ փրկվենք, Պետրոսին արդեն տալում, ասում ապաշխարեցեք։ Եվ սկսում է մեկնել ոնց է ապաշխարությունը։ Ու ձեզ մե ամեն մեկը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար ու Սուրբ Հոգի պարգևը, որ նոր ծնունդն է, կնքվելն է, որի Եփեսացիս 1-ում է գրած։ Սուրբ Հոգի պարգևը կընդունեք, որ ոմանք լեզուների նշաններով են ընդունում, ոմանք էլ շատ տեղեր անլեզուներ, զորությունն են առնում։ Բայց առաքյալների ժամանակ լեզուներով էր տրվում, որպեսզի մարդիկ Հիսուսին Տեր ու Փրկիչ դավանեին, այդ նշանն էլ տեսանելի երևնար, ամեն։ Բայց չի նշանակում ով այսօր օրերում լեզուների պարգև չունի, մենք հետո կխոսենք, ինքը Սուրբ Հոգին չունի, որ այս ձև են բացատրում։ Ուրեմն ապաշխարելն ինչ է։ Ջրով մկրտվեք Տեր Հիսուսի անունով, ամեն, մեղքերի թողությունը ստացաք, Սուրբ Հոգին իջավ։ Ինչպես Հիսուսը եկավ, ջրով մկրտվավ, Սուրբ Հոգին իջավ, մտավ անապատ, ամեն, սկսեց ապաշխարել, նա ապաշխարած էր, մեզ իր ապաշխարության ճանապարհը ցույց տալում։ Անապատում Սուրբ Հոգու միջոցով հաղթեց դևին, ետիս ուղարկեց չարի բոլոր կրակոտ նետերին այն հոգիով, որ անոր մեջ կբնակվեր, ամեն, անոր վրա եւ անոր մեջ։ Նա հաղթեց Սուրբ Հոգիով,
իրականից դերին պարտության մատնեց, կրագներով մկրտվեցավ ու Քրիստոսը, լավ, ին վրա վերցնեմ, Քրիստոսը հագավ, զորացավ, երկրորդ օծությունը ստացավ ու գնաց քարոզելով եկեղեցիներ հիմնելու, ամեն, ուրեմն անապատային փորձությունից, կրակի մկրտությունը ընդունելուց հետո դու հոգով կրկին զորանում ես, որ Ղուկաս ավետարանում գրուկա, երբ Տիրոջ զորությունը նրա վրա էր, բժշկություններ էր կատարում։ Այդ անապատային փորձությունները անցնելուց հետո հինը հանում Քրիստոս ես ակնում, արդեն ապաշխարած ես, սուրբ ես, Հիսուս Քրիստոսով սրբվածներիդ, սուրբեր ըլլալու, կանչվածներիդ, ուրեմն առաջի օծությունով ու ջրի մկրտությամբ սրբանում ես, նորեն ծնվում է մանուկը քո գոմսրտում եւ գրքի աղոթի կյանքով սկսում է աճել, սուրբը աճում է քո մեջ ու պիղծը մեռնում է օրորի, թաղվում է անարգանքի գերեզմանոցում, մինչեւ լման Քրիստոսը, որ աճում է ու լման քոյինը թաղվում է, Քրիստոսը հագնելով երկրորդ օծությունն ես ստանում, նոր մկրտվում ես ու արդեն ապաշխարած ես, սկիզբ եւ վերջ, նոր Տեր Հիսուսը վերցնում ու օգտագործում է քեզ իր անունի փառքի համար եւ ինձ ծրագիր, որ կազմել էր քո համար, սկսում է հայտնել քայլեկար եւ դու Աստծուց հրաման առած գործում ես այնպես ինչպես Տերը կուզի, գնում ես այն վայրը, որտեղ Տերն է կամենում, խոսում ես այն, ինչ որ Տերը կցանկանի, գործում ես այն, ինչ որ Հիսուսն է կամենում։ Ասիգա է ապաշխարած հոգին։ Հին անած Քրիստոս ակած, առաքյալու հովիվոցված, որ երկրե երկիր այցելել են քաղաքներն ու պետությունները քրիստոնյաներ են դարձրել, սա է ապաշխարելը, ոչ թե որ մեղքերը դիկար խոստովանվիր ապաշխարած ես արդեն։ Ինչքան մեղք եք Աստծո ժողովուրդ, որ ժողովրդի գլխերի տակ փափուկ բարձր եք դնում, մարդիկ խոստովանվում են ու գնում են աշխարհը վայելելու։ Էս ինչ ապաշխար են, մեջ աշխարհ են, աշխարհի մեջ մտած են, ոչ թե աշխարհից հեռացած են։ Հիշեք աշխարհից իրական հեռացած եգիպտացիները, որ Կարմիր ծովը անցան, բայց անապատում իրենց եգիպտական ցանկություններից չբաժանվեցին, մեռան անապատում եւ Քանանու երկիրը չմտան։ Դրա համար էլ այսօր գալիս են, ջրով մկրտվում են, հին գործերից չապաշխարած, եկեղեցու մեջ ինչ կեղտոտ գործեր են անում ու աշխարհ են գնում, այ թե ապաշխարություն։ Ապաշխարած մարդը հին անած Քրիստոս հագածն է, նոր արարած դարձածն է, հիները անցան, ահա ամեն բան նոր է, ամեն։ Անոնք, որ Քրիստոսով մկրտվեցան, ոչ թե Քրիստոսի անունով։ Հիմա տեսնենք Պետրոսը, որ շատերի մեկնելով ապաշխարեցեքը ապացուցումը, որ ապաշխարելուց հետո պետք է ջրով մկրտվեն։ Տեսնենք այտենց արավ իրա քարոզածը ինքը կատարեց, թե հակառակն արեց։ Պետրոսը արեց այնպես, ինչպես հիմա հոգին իմ մեջից ձեզ բացատրում է։ Հասավ ապաշխարեցեք եւ բացատրեց ու ցույց տվեց ապաշխարության ճանապարհը։ Ամեն։ Պետրոսը արավ ապաշխարության առաջի քայլը։ Հələ վերջինը կտեսնենք ովքեր ասան։ Ամեն։ Ուրեմն ապաշխարեցեք ու ձեզ մե ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար եւ Սուրբ Օքի պարգևը առաջի օծությունը կստանա ամեն հոգով կնքվելը։ Սա սկիզբը ցույց տվեց վասնզի խոսում է ձեզի ու ձեր որդիներուն եւ բոլոր հեռու եղողներուն է, որոնք մեր Տեր Աստվածը պիտի կանչեն, մնացածներ պիտի իշ ճանապարհով սրբանան։ Ուրիշ շատ խոսքերով վկայություն կուտար ու կհորդորեր զանոնք ու կսեր այս խոտորված ազգից, շեղված հрьяաներից, խոսքը խարդախող հрьяաներից փախեք։ Եկեք Քրիստոսի արդեն ճշմարիտ եկեղեցին, որ շատ վարսկան հովիվներ ասում են Հիսուսը ձեզ չի ասե Փարիսեցիներն ու դպիրները ձեզ ինչ կասեն արեք, բայց նրանց գործերի պես մի արեք, որտեվ կքարոզեն ու չեն անի։ Այո, նախնական շրջանում Պետրոսները կայափաների լուծի տակ էին։ Սկզբնականում ճիշտ է, բայց յետքը որ քո մեջ Սուրբ Օքին ծնվավ մեծացավ, դու կլնես ու կհանդիմանես կայափաներին, եւ կայափաները քեզի կբռնեն ու խաչելու հրաման կտան, ամեն։ Ու դու չես կարող մնաս նրանց մեջ, որ նրանք չեն անում, դու անես լույսը փայլի եւ ին գառնուկը լույս տենա, քո խաչելու հրամանը վարքյանական են արդեն հրատարակելու, ամեն, որին մի փոքր լույսը հանգարտ չլուսավորվի եւ այդ խավար եկեղեցին լույս տեսնի,
Դրա համար ստեր են սարքում, սուտ վկաներ են բերում, էլ չեմ ուզում երկարացնեմ, դու ինձանից լավ գիտեք, որպեսզի ես ասովորթուն խանեն Երուսաղեմից դուրս ու խաչեն։ Ամեն։ Եվ այդ խաչված ասովորթին կդառնա ճշմարիտ եկեղեցու հիմնակար եւ կրոնավորների մեջ բոլոր հայտարարվածները տի արդար զավակները կդառնան։ Ամեն։ Ուրեմն կրոնավորները բոլորներ են հայտարարում հոգով կենթանիներին, որտեղ իրանք մեռած են, ասում են դու օտար ես մեր համար, այո։ Իսկ սուրբերը բոլոր են հայտարարում հոգով մեռածներին, որ չեն ուզում կենթանանան։ Ամեն։ Ուրեմն Պողոսը կրոնավորների կողմից բոլոր էր հայտարարված։ Նազովրեցիների աղանդի առաջնորդ դարձավ հեթանոսած եկեղեցու հիմնակարը Տերովը։ Հիսուսը, Պետրոսը եւ բոլոր դարաշրջանի սուրբերը կեղծ կրոնավոր քրիստոնյաների կողմից մերժված են ելել, բայց ընդունված Տեր Հիսուսի կողման է։ Եվ Տեր Հիսուսը անարգանքի գերեզմանոցը անցկացնելուց հետո հին անելուց ու Քրիստոս հագցնելուց հետո այն օծությունն ատվե այդ հալածված մարգարեին ու առաքյալին, որ կրոնավորները բաղամի սուտ մարգարեների նման շվարած են մնացել։ Այ սպասվում է մեզ այդ օծությունը, մոտիկա, այն քրիստոնյան, որ հալածվում է կրոնավոր առաջնորդներից, մոտ է իր խաչելության օրը։ Հիշեք, ասավ խաչելությունից առաջ Հիսուսը, ինձ պիտի հալածեն կրոնավորները, առաջնորդները, դպիրներն ու փարիսեցիները, բայց խաչելուց հետո, 3 օրից հետո հարություն եմ առնելու, այն ատեն, էլ ոչինչ չեն կարա մարդկային ուժով կատարի, Աստծո Սուրբ Հոգու զորության դեմ։ Ամեն։ Եվ այդպես էլ կատարվեցավ, դե ասավ ես խոտորված հրյաներից զատվեցեք, գնացեք անոնց հետ, որոնք հոգով ու ճշմարտությունով են Աստված պաշտում։ Պետրոսը Պենտեկոստեից հետո երբեք փարիսեցական խմբերի հետ չի ելել, մենակ հանդիմանելու, սաստելու, հրաշքներ ու բժշկություններ կատարելու համար ներկայացա, ամեն։ Հնդուց հետո տեից Քրիստոսի գառնուկներին բերել է տներում, ամայի ծածուկ տեղերում Քրիստոսի ճշմարիտ ուսմունքն ատվե։ Էլ չի կագնե Հիսուսի ասած խոսքը, որ կրոնավորների խոսքերը լսեք, բայց նրանց մի կատարեք։ Բայց կթողեին դու մնա իրնդե։ Երբ այն կույրը բժշկվեցավ եւ ճշմարիտ Հիսուս քարոզեց, հանեցին ու դուրս ճպրտեցին։ Չեն թողի որ դու մնաս, որտեվ ողջերը մեռելներին կհանդիմանեն, մեռելները կմեկանան ու կգլխատեն ողջին, կամ պիտի սպանեն, կամ պիտի վտարեն դուրս եկեղեցուց։ Ամեն, ուրիշ ճանապարհ չկա։ Անոնք, որոնք սրտանց ընդունեցին Պետրոսի խոսքերը, մկրտվեցան։ Ես բաղոց Պետրոս ես մի ուրական հավատացյալին մկրտեցես, չասում Սուրբ Հոգով մկրտվան, մկրտեց ջրով, Տեր Հիսուսի անունով, որտեղ Հիսուսը մի քանի օր առաջ իրենց ասել էր, կաշակերտեք, ովքեր կընդունեն ինձ անձնական Տեր ու Փրկիչ, ջրով կմկրտեք ու կսկսեք Սուրբ Հոգու դասընթացները, ինչպես Պողոսը բերեց 12 աշակերտներին, կկարդանք 19-րդ գլուխ գործքի։ Ջրով մկրտեց, Հովհաննեսի մկրտությունը իզուր համարեց, ջրով մկրտեց Տեր Հիսուսի անունով, Հոր Որդու եւ Սուրբ Հոգու, աղոթեց Սուրբ Հոգու պարգևը ստացան, հոգով չծնվեցան, չմկրտվեցան, ծնվեցան, Սուրբ Հոգով ծնվեցան, ծնվելուց հետո 2 տարի կրթեց ու դաստիարակեց մինչև ասունցան։ Ու հին անեցին քրիստոսական ու հզոր Պողոստեր դարձած աշխարհը լուսավորեցին, ամեն։ Ուրեմն անոնք, որ լսեցին, ընդունեցին անոր խոսքերը, մկրտվեցան։ Ոչ ոք չի կարա ասեսի հոգու մկրտությունն է։ Մի օրվա հավատացյալը չի կարա հոգով մկրտվի, կարա հոգով ծնվի։ Ինչքան մեղք են, մե երեցի հարց տվեցի։ Ասի եղբայրս, որ ինքը զոր եկեղեցու արդեն եպիսկոպոս ադառ է։ Ասի Կորնելոսի տան մի օրվա հավատացյալները, որ նորեն ծնվեցան ու լեզուների պարգևը ստացան։ Եվ Պենտեկոստեի Հիսուսի հետևից 3 տարի 6 ամիս տառապող առաքյալները, որ նույն լեզուների պարգևը ստացան, սրանց երկուսի հասակները մեկը, ասավ մեկը, որ լեզուներ են խոսում, ասի դու լրիվ անգրագետ ես, որ դու վարդապետ ելնես, աշակերտներդ էլ այդ պիտի լինեն։ Ոնց մի օրական ծնված մանուկը կարա 18 տարեկան զինվորի նման լինի։ Էն էլա շնչում։ Դե դրա համար էլ մի զարմացեք Աստծո ժողովուրդ, որ հոգևոր գիտություն չունենալու պատճառով հոտը կորուստ է գնում։
որ Տերը ողբում ու լացում է։ Այն օրը 3000 հոգի չափ ավելցավ չասում հաղորդության անդամ դարձան, ավելցավ եկեղեցի վրա ծնվան մանուկները, բերք հավաքեցին, դե հիմա բերեք այդ բերքին խնամենք, Տեր կանգնենք, ու ինչին անում ամեն օր գիշեր ցերեկ այդ խմբի մեջ էին առաքյալները, աճեցնեն մինչև Քրիստոսը նրանց մեջ ձևավորվի ու չափած դառնա, ծնվել է Քրիստոսը իրենց գոմ սրտում, աճեցնենք մինչև չափած դառնան, ամեն, այն ժամանակ էլ մենք հոգ չենք տանի դրանց կերակրվելու եւ աղոթքի մեջ պահելու, իրանք արդեն կգնան, մանուկներ կծնեն եւ մեր Տիրոջմով կատարածը հասունեն, մանուկներին կսովրեսնեն, ամեն։ Այն օրը 3000 հոգի չափ ավելցան եկեղեցին, ուրեմն ջրի մկրտվելով եկեղեցու անդամ ես դառնում, Էդի երեցը կարակ ես ջրով մկրտի, որը վերուստ իշխանությունի, բայց հինը հանողն ու Քրիստոս ակցրողը ու իրեն կինը դարձրողը, դա Տերն է, ոչ մեկին չի թող այդ առանձնաշնորհումը, ոչ մեկին իրավունք չի տա, իր կինը ինք իր ձեռքով ընտրում, իսկ այն նշան լուներից, ովքեր կին չեն ուզում դառնան, իրենց հաճոյասեր բնությունը սիրելով, մատանին վերցնում է ու դուսահանում, ամեն կնիքը Սուրբ Հոգու, հիշեք են քանքարների դրվագը, այն չօգտագործողից վերցրեց, տարավ տվեց 10 քանքար ունեցողին, ուրեմն սա նշանվել էր Հիսուսի հետ, որ ապաշխարել, չապաշխարեց, սկսեց ու ետ գնաց, Հիսուսն էլ վերցրեց Սուրբ Հոգու կնիքը, տարավ ու տվեց այն ապաշխարողին, ով ապաշխարեց ու գնաց եւ պտուղ բերեց, ամեն, թոտերը փառավորվի, ուրեմն Մարկոս 1:4-ում, տեսեք ինչ է ասում Տերը, Հովանեսի մկրտությունը ինչ մկրտություն էր, որ ես համարովել են մանուկներին խափե, Հովանեսը անապատի մեջ կմկրտեր, սա ջրի մկրտությունն էր, եւ ապաշխարության մկրտություն կքարոզեր մեղքերի թողության համար, ապաշխարության մկրտությունը Հովանեսը քարոզում էր կրակի եւ հոգու մկրտություն, ասում էր ես ձեզ ջրով մկրտեցի, բայց ինձանից հետո գալացողը ձեզ կմկրտի ապաշխարության մկրտությունով, ապաշխարելուց հետո ես հոգով մկրտվում, զորանում ու Քրիստոսի կինը դառնում, ամեն, կմկրտեր Մարկոս 1:4, Հովանեսը ջրով մկրտում էր եւ ապաշխարության մկրտություն էր քարոզում մեղքերի թողության համար եւ Գործառաքելոց 3:19-ում էլ գրված է ուստի ապաշխարեցեք, տեսեք ինչ ասում, ուստի ապաշխարեցեք ու դարձի եկեք, ապաշխարելուց հետո Պետրոսը դարձի եկավ, հələ դարձի եկած չէր, արտաքինից էր դարձը, ապաշխարած ու Քրիստոս հագածը իրական է դառնում Տիրոջը, սրտով է փոխվում, ոչ թե միայն բերանի դավանությամբ, ամեն, հուստի ապաշխարեցեք ու դարձի եկեք, որ մեղքները ջնջվի, ուրեմն ապաշխարելուց հետո Պետրոսը զղջաց, Քրիստոսը հագավ ու դարձի եկավ, ամեն, նոր արարած դարձավ, ուրեմն հինը հանել Քրիստոս հագնելն է իրական դարձը եւ սրտով, հոգով, էությունով Տիրոջը պաշտել, ամեն, ոչ թե բերանով դավանում ես դու Հիսուսին ես ծառա, բայց գործերով աշխարհասեր լինելով լրիվ սատանայի ստրուկ ես, գործերը պետք է դրվեն կշեռքին, ով սիրելի հոգի, ոչ թե հավատացյալ անունդ ու եկեղեցուդ բեմի վրայի խաչը, որ շատ մեծ խաչ ունես, ուրեմն դու փրկված ես, կամ որ լավ ես թռի վրի անում բեմի վրա, դու փրկված ես, Տիրոջ զորությունը ներկա է, քո հոգևոր գործերը, հինը հանելու Քրիստոս հագնելդ կդրվի նժարի վրա, որ լման ավետարանով ես քայլե, անցարներս, ավետարանի մի բառը ծռեր ես, փրկությունդ կասկածավոր է, գիտնալով ես ծռե, անցանք առաջ, ուրեմն Գործառաքելոցի այդ 3-րդ համարը շատ հովիվներ վերցրել են ու ծուռն են մեկնե, իրենց անձի կորստի համար, բայց եկեք իրականից շատ աղոթենք այդ հոգիների համար եւ հովիվների համար, միգուցե սթափվեն, միգուցե գնան մի քիչ կրթվեն ու գրագիտանան, որ Աստծո խոսքի ստորակետները չփոխեն ու ծուռը մեկնեն, ուրեմն Ղուկաս ավետարանի չէ, ես Պետրոսի, Հիսուսի, նախընդունեք Հիսուսի խոսքը, որտեղ առաքյալները էլի մարդ են ելել, հին անած Քրիստոս հագած, եւ ունեցել են չնչին թերություններ մինչեւ հոգուց հաղթել են, ինչի Հիսուսի խոսքը չես վերցնում, որ գնացեք, աշակերտեցեք, մկրտեցեք անունոր եւ Որդու եւ Սուրբ Հոգով, նոր սովորեցուցեք, ինչպես արեց Պողոսը, որտեղ ձեզի դա հարմար է,
որտեղ դու չունեք այն իմաստությունը, որ հոգիներին հոգեպես աճեցնեք, Տիրոջ զորությունը ձեր հետ չի գործում, որ Քրիստոսի լման հասակին հասցնեք, հինը Տիրոջով հանեք ու Քրիստոս հագցնեք եւ նոր հաղորդության Քրիստոսի մարմնի եւ օրյան հաղորդության անդամ դարձնեք։ Դրա համար անհասակ, գաճաճ, թաթախում եք ջուրը հանում եք, էդի բոլորն էլ կարան անեն։ Իմ աղջիկն էլ կարա երեխեքին մցնա ջուրը հան, ասա ձեզ մկրտում եմ, բայց ոչ վերուստ իշխանություն ունի, ոչ էլ իրավունք, ոչ էլ հասակ։ Դա ջրի մկրտությունը սարքել եք Սուրբ Հոգու մկրտություն եւ բոլոր գաճաճմանուկներին, ովքեր ձեզ հավատարիմ են, սարքում եք Հիսուսի կինը։ Հաղորդություն եք տալիս, ցավերով լցնում եք, դիվահարվում են ու դժոխք են գնում։ Բայց այն հոգին, որ իրոք ուզում է ապաշխարի ու Քրիստոսի իրական կինը դառնա, անթերի եւ սուրբ, դրան խաչելու հրաման եք տալիս։ Դե գնացեք ապաշխարեցեք Աստծո ժողովուրդ եւ ճշմարիտ ապաշխարողներին հաղորդություն տվեք, որի մասին մենք կանդրադառնանք մեր հաջորդ թեմաներում, որ շատերը անարժանաբար մոտիկանում ու ցավագար են դառնում։ Այդ նույն անձերը գալիս են ըստե հոգեպես աճում են, բժշկվում են հոգով եւ մարմնով։ Եվ երբ հասնում է իրենց հաղորդության ժամանակը, այն ժամանակ են հաղորդություն ընդունում։ Կամ մանուկների հաղորդություն, կամ մեծերի հաղորդություն։ Առանց մանուկները երկնային հացով կերակրվելով Քրիստոսի այրունով առանց սրբանալու նոր արարած դառնալու ինչ հաղորդություն։ Հաղորդություն ընդունողները գրված է կմնան Հիսուսի մեջ եւ Հիսուսը անոնց մեջ։ Եվ Հովանեսը կսե, ով որ իմ մեջ է, կսե Քրիստոսի մեջ կբնակվի։ Այնպես պիտի քայլե, ինչպես Քրիստոսը քայլեց։ Ով հաղորդություն ընդունող, անարժանաբար մոտեցած հոգի, դու Հիսուսի մեջ ես քայլում։ Հիսուսի նման ես քայլում, խոսում ու գործում, որ քեզ սարքել ես Հիսուսի կինը, հաղորդության անդամ եմ, լեզուներ եմ խոսում, ջրի մեջ էլ թաթախված եմ։ Բա կյանքդ փոխված է։ Հներն են գործում, թե նորը։ Փորձության ժամանակ վիշապն է դուրս գալիս, թե ռեշտակը։ Կրակների մեջ ով է գործում, Տերը թե դևը։ Խաղաղ մեռնում ես Ստեփանոսի նման, թե հոշոտում ես քո դեմ նկած գառներին։ Եթե ունես այդ ասակը, Աստված օրհնի, հասել ես, եթե չունես անարժանաբար ես ընդունե անձի դատապարտությունն ես ընդունե, դրա համար ցավերով կլեցվես։ Եվ եթե չապաշխարես կմեռնես ու դժոխք կգնաս։ Կարդանք հաջորդ համարը։ Գործ Առաքելոց 8:12 մինչև 23-ը կարդամ, կեղծ մկրտվողների եւ անկեղծ մկրտվողների վիճակը այս համարում շատ լավ ցույց է տալիս։ Փիլիպոս ավետարանիչը Տիրոջ զորությունով գնաց, մտավ Սամարիա, սկսեց գործել։ Դուք կկարդաք 4-ից։ Ես ընթերցում եմ 12 համարից, ինչ հրաշքներ բժշկություններ կատարեց, մկրտվածները սրանք են, որ մեռելներ կառուցանեին, անդամալուզներ կբժշկվեին, սա էր մկրտության օծությունը։ Բայց երբ Փիլիպոսին հավատացին, որ մինչև այդ բանի մոգին էին հավատում, կախարդական զորությանն էին հավատում։ Դրա համար այսօր եկեղեցիներից Սուրբ Հոգու զորությունն ու պարգևները հեռացել է։ Դրա համար շատ մանուկ քրիստոնյաներ ստիված գնում են դիվային զորությունների են դիմում։ Եթե Սուրբ Հոգու զորությունը ներկա լիներ բժշկություններ ու հրաշքներ անելու, երբեք ոչ մի եկեղեցու քույրի կախարդի վհուկի դուր չէր գնա։ Բայց հələ քննեք Աստծո ժողովուրդ, հովիվներ, ձեր պարգևներին տեր չկանգնելու համար, որ սատանան մուրճերը առել ջարդը ու փշրել է եւ չունեք շատ պարգևներ, բժշկության, հրաշքների, մարգարեության, հոգիների զանազանության ու ընտրության, որը ձեր թանկագին պարգևներից ամենակարևորն է։ Դրանք չունենալու պատճառով հոտի մոլորված գառնուկները վհուկների, կախարդների, ես իմ ում գիրկն են գնում բուժման ու որևէ մի հարցի լուծելու համար ու ամենամեծ մեղքերը գործելով մեռնում ու դժոխք են գնում։ Դրա համար արթնցեք, ձեր պարգևներին ուշադիր եղեք, քննեք ձեզի ով սպասավորներ, ինչու է ձեզանից տրտմե հեռացե Սուրբ Հոգին, ինչու ձեր հետ չի քայլում են բժշկարար ու հրաշագործ զորությունը, որ քայլերա բոլոր դարերի սուրբերի հետ։ Բոլոր դարերի ճշմարիտ հովիվների եւ եպիսկոպոսների հետ, նա նույնն է երեք այսօր ու հավիտյան։ Եթե դուք բոլոր կանոնները Սուրբ Հոգու ուզածի պես անեք, Աստծո զոհասեղանի քարերը չտաշեք ու ջարդը փշուրանեք, ձեր ուզած քարերը տեղը դնելով, ձեր բերանների եղած աղոթքը Աստված կլսի Եղիայի աղոթքի պես եւ Բաղամի սուտ մարգարեներին էլ խայտառակ կանի։ Ամեն։ Տեսեք, երբ Փիլիպոսը, բայց երբ Փիլիպոսին հավատացին 12-ից ընթերցում եմ։
որ Աստծոյ թագավորությունը ու Հիսուս Քրիստոսի անունը կքարոզեր, մկրտվեցան մի օրվա հավատացյալ ժողովուրդ։ Չի գրում հոգով մկրտվեցան, հեսա հոգու ստանալն էլ է գրում, բայց չի գրում մկրտվան։ Ջրով մկրտվեցան, համ կեղծերը մկրտվան, համ անկեղծները։ Տեսնենք ինչ եղավ կեղծերի վիճակը, ինչ եղավ անկեղծների վիճակը։ Այրեր թե կիներ, Սիմոնը, որ կեղծ էր մկրտվե, ուշադիր, որ հետագայում կասեմ ինչ կատարվավ Սիմոնի հետ։ Սիմոնն ինքնալ հավատաց, սա Սիմոն կախարդն էր, մոգն էր, ու մկրտվեցավ, ջրի մկրտությունը։ Միշտ Փիլիպոսի հետ էր, եւ տեսնելով այն նշանները ու մեծ զորությունները, որոնք կլային, կզարմանար։ Ինչի համար էր զարմանում, որտեղ իր աչքերը կույր էր, մկրտվել էր, բայց չէր բացվե, որ ավատար Հիսուսն անում չէր զարմանա։ Գիտեր ինքն անում, դրան համար եկավ առաքյալներին փող հանես տա, որ իրենն էլ տանեց զորությունը, որ ինքը անի ու ինքը փառավորվի։ Բայց հանդիմանեց Սուրբ Պետրոսը։ Երուսաղեմի մեջ եղող առաքյալները, երբ լսեցին, թե սամարիացիները Աստծոյ խոսքը ընդունել են, Պետրոսին ու Հովանեսին անոնց ղրկեցին, որոնք հոն հասնելով աղոտ կրին անոնց համար, որպեսի Սուրբ Հոգին առնեն, չի ասում Սուրբ Հոգով մկրտվեն, Սուրբ Հոգով ծնվեն։ Ուրեմն եկան, մեղքերի թողություն գտան, աղոթեցին Սուրբ Հոգին, իջավ ծնվեցան, որ մեղքի թագավորության դեմ կռիվ տվող լինի, ամեն։ Ինչպես Հիսուսը եկավ, ջրով մկրտվեցավ, Սուրբ Հոգին եկավ, նոր մտավ անապատ, որ կարողանա եսի դեմը Սուրբ Հոգին կռիվ տա ու հաղթի։ Ով կռիվ տա, եթե Սուրբ Հոգին չգա մեր մեջ։ Եվ նույնը հիշեք ծննդոցից մինչև ելից, ծնվան աշխարհի մեջ, զատվեցան, ինչի մանա ծննդոցից հետո ելիցը գրվե, մի հատ սթափվեք, Հոգին թող բացի ձեզ բոլոր գանձերը, ծնվար պիտի զատվես աշխարից, ապաշխար, զատվելուց հետո ջրով պիտի մկրտվես, կարմիր ծովն անցնես, մտար անապատ, կրակի եւ ամպիսյունը, կրակի եւ հոգու մկրտությամբ դու պիտի վառվի հինդ, ձևավորվի նորդ, դառնաս նոր օրարած, ասավ ձեր մեջ եղած բոլոր ապստամբ մեղ գործող մարդիկ քանի չմեռնեն, քանանու երես չեք տեսնի։ Սա ինչ էր խորհրդանշում, ձեր մեջ բնակվող ադամական ապստամբին մարդը, մեղ գործող հրեշը, քանի կրակի եւ հոգու մկրտության մեջ չմեռնի, ու դու ոչինչ չդառնաս ու Քրիստոսը քո կյանքի ամեն ինչը, դու չես մկրտվի։ Ուզում ես 40 տարի տառապի։ Քանի քո անձը անարգանքի գերեզմանոցում չեք թաղել, լսեք այդ քարոզը, անարգանքի գերեզմանոցում պիտի թաղեք ձերին մարդը, դուք Քրիստոսը չեք հագնի, իսկ որ թաղեք, ինքը կգա ձեզ, կատարյալ կնեք, կզորացնեք, կհաստատե ու կհիմնե, ամեն, փառք հավիտենության Հորը, Որդու Հիսուսի անունով ամեն։ Ուրեմն մկրտվելուց հետո աղոտ կարեցին, որ Սուրբ Հոգու պարգևը, Սուրբ Հոգին առնեն։ Ոմանք լեզուներով էին առնում, ոմանք անլեզու։ Բայց ովքեր Հիսուսին Տեր են դավանում, ու զգում են, որ իրենց մեղքերը ներված է ու բուժվում են, եթե Սուրբ Հոգին չի եկել իրենց մեջ ու իրենց վրա, ո՞վ է բուժե։ Կարեն ոչինչը։ Կարենը խնդրել է Տիրոջ Հոգին իջել է, Տիրոջ զորությունը ճաշակել է այդ քույրը ու դևերը փախել են եւ ինքը կատարյալ առողջ է։ Դա Տիրոջ զորությունն է։ Ոնց կգա, ես չգիտեմ, մենք չենք կարա պարտադրի Սուրբ Հոգին, գա ինչ պարգևներ տա այդ մանուկին, բայց սա մկրտություն չէ, Սուրբ Հոգով ծնվեցան, կնքվեցան, Եփեսացիս առաջինի 13-14-ում է գրված։ Ընթերցեք։ Վասնզի դեռ որևէ մեկու վրա իջած չէր, միայն Տեր Հիսուսի անունով մկրտված էին, գրված չէ Տեր Հիսուսով մկրտված էին։ Ուշադիր ելեք, Տեր Հիսուսի անունովը ջրի մկրտությունն է, Տեր Հիսուսով մկրտվելուց հետո գրված է նոր արարածը լալ։ Ամեն, որ մինչև այսօր ուշադիր չեք եղել։ Այն ատեն ձեռքերը դրին անոնց վրա, որ Սուրբ Հոգին առնեն։ Սուրբ Հոգին առնեն, չի ասում մկրտվեն։ Չի կարա մի օրվա հավատացյալը չափահաս դառնա մկրտվի։ Հիշեք Եզիկիելի Սուրբ ջրերի տեսիլքը, ջրերը, որ ով սիրելի հոգի քո գարշապարն է, չի նշանակում դու լողում ես, հլը ծնկներդ կգա մի օծությամբ, հետո մեջքդ ետքը, որ հեղեղ կգա ու քեզ կքշի, կլողաս այն կողմ, ուր որ Տերն է կամենում, կգնաս քամու նման այն տարածքը, ուր Տերը կքշի, այդ ժամանակ
Վայ նրան, որ կասի դու Սուրբ Հոգով մկրտված չես։ Եվ քո հետ կքայլի ոչ թե լեզուներ խոսելը մենակ, որը մի հիվանդի վրա ձեռ դնես կբժշկվեն, Մարկոս 16-ում գրված, Հովանես 14-ում գրված։ Մարի դեղ խմես չես մեռնի, որ մի հիվանդի վրա ու դիվարի վրա ձեռ դնես կարողանան ու ստվերդ էլ դու չես, քո ստվերը չի։ Հիսուսի ստվերը կբուժի հրապարակներում շարված հիվանդներին։ Ամեն։ Սա է Սուրբ Հոգու երկրորդ օծությունը, մկրտվելը ու Սուրբ ջրերի մեջ լողալը, ինչպես Եզիկել 47-ում գրված։ Այնատեն ձեռքերին դրին անոնց վրա, որպեսզի Սուրբ Հոգին առնեն։ Երբ տեսավ Սիմոնը, թե առաքյալները անոնց վրա ձեռ դնելով Սուրբ Հոգին կտրվի, չասում Սուրբ Հոգով կմկրտվեն։ Ղուկասը ճիշտ է գրել։ Անոնց ստակ տվավ ուսավ, ինձի ալ այս իշխանությունը տվեք, որպեսի որու վրա ձեռ դնեմ, անիկա Սուրբ Հոգին առնի, չասում մկրտվի, Սուրբ Հոգին առնի, նորին ծնվի, Սուրբ Հոգու զորությունը առնի։ Մկրտվել նշանակում ընկղմվել, հասկացաք, ջրի մեջ, թե հոգու մեջ։ Պետրոսը սավանոր, քո արծաթդ քեզի հետ թող կորսվի վասնզի, Աստոյ պարգևները կարծեցիր, թե ստակով կառնվի, դուն այդ բանին մեջ մաս ու բաժին չունես, վասնզի քո սիրտդ Աստոյ առջև շիտակ չէ, ուստի այդ չարությունից զեղչի եկուր, ու աղաչե, Աստոյը աղաչե, թերևս ներվի քեզի քու սրտի չար խորհուրդը։ Մկրտված էր Սիմոնը, բայց նրա հեշ բնությունը քայքայված չէր, ապաշխարած չէր։ Նա մկրտվել էր ապաշխարության մկրտության համար, բայց չխորացավ կրակի և հոգու մկրտության մեջ, որ ապաշխարեր հին աներ Քրիստոսակներ։ Կոպիտ ասած ծովը անցավ, բայց ես ծովափում մեռավ, քարկոծին մեռավ, սաքանան մտավ։ Ուրեմն ապաշխարել բառ լեզվաբանորեն էլ հասկացեք ապաշխար, աշխարից հեռացած, մեղքից հեռացած, սոդոմական հին բնությունից հեռացած, ոչ թե մենակ մարմնով, որ մարմնով հեռացան եգիպտացիները ու ջրով էլ անցան, ապա հոգիով Հեսուի Քաղեբի նման, ամեն։ Մոտավորապես 3 միլիոն իսրայելացի հեռացան անունով ապաշխարությունը սկսեցին, բայց չվերջացրին։ Բայց Հեսուն ու Քաղեբը սկսեցին ու վերջացրեցին Տիրոջով։ Այ Հեսուն ու Քաղեբն են ապաշխարած, Եգիպտոսից զատված, Կարմիր ծովը անցած, կրակի անապատային փորձությունների մեջ հավատարիմ մնացած ու Հորդանանը անցնելով Քանանի բարիքները վայելած, ասիկա է ապաշխարություն։ Այ Քանանի մեջ արդեն Տերը պիտի օգտագործի քեզ իր անունի փառքի համար, ամեն։ Մինչև Քանան քեզ պատրաստում է իր փառքի գործի կլալու, ինչպես Տիմոթեոսին կսե, ով որ իր անարգ անձը անարգ բաներից Տիրոջ հոգիով կմաքրի, անիկա պիտանի գործիք կդառնա Տիրոջ փառքի մեջ օգտագործվելու, որտեղ Սուրբ Աստված Սուրբ անոթների միջոցով կգործի սուրբ գործեր կատարելու, պիղծ Աստված կեղծ սուրբերի միջոցով կգործի Տիրոջ գառերին խաբելով դժոխք տանելու։ Ամեն։ Անցանք առաջ։ Ուրեմն Սիմոն Մոգի պատմությունը էս կեղծել մնաց, որ վարսրփոցում գրված է, որ երկու զույգ առաքյալների կործանման ու գլխատման, թեկուզ չեն կործանվել, Տիրոջ որոշած օրը երկինք են գնացել, սխալ չհասկանաք, Սիմոն Մոգը երբ Ներոն կայսրի առաջին թռչում էր դիվային զորությամբ, ու իրեն ասում Աստված ու Քրիստոս համարելով, զույգ առաքյալները հրամայեցին վայր ընկավ Տեր Հիսուսի իսկական զորության շնորհիվ եւ չարաչար մահով Աստված հարված տվեց ու մեռավ, դրա համար Ներոնը գազազեց, որ այդ հրաշքը տենալով շատ պալատականներ քրիստոնյա դառան, գազազեց ու երկու սուրբ առաքյալներին նահատակելու հրաման հանեց։ Պետրոսին գլխի վայր խաչեցին, որտեղ նա ուզեց անարժան իրեն համարելով, որ փրկի նման չխաչվի, Պողոսն էլ որպես Ռոմի քաղաքացի չխաչեցին, հապա գլխատեցին։ Այդ կեղծ մկրտված քրիստոնյաները Քրիստոսի զույգ առաքյալների խաչվելու, նահատակվելու պատճառ դառան, բայց փառավորվի Տերը, որ այդ ամբարիշտ հավատացյալին Տիրոջ հոգիով մաքրեցին, բայց իրենք մեռան ու դարեզդար հիշվում է այդ Տիրոջ փառավոր գործը։ Թող Տիրոջ անունը փառավորվի, անցնենք 36-ից 38
Հենց Գործկառաքելոց 8-ում Փիլիպոսը, որ մկրտում է Հեթանոս Եթովպացի ներքինին, նա չգիտեր կոնկրետ Աստվածաշունչը ինչ է նշանակում, լոկ ծանոթ էր դրան, հավատում էր, հարուրապետի նման, Կոռնելոսի նման, իր չափով, բայց բուն ճշմարիտը Հիսուսից տեղյակ չէր, ինչ կատարվավ, գնաց Եսայի մարգարեության գիրքներ կարդում, հսավ կարդացածդ կհասկանաս, Աստծո հոգին ուղարկեց, մկրտվածներին Սուրբ հոգին եւ հրեշտակներն են կառավարում, կարդամ այդտեղը, հրեշտակը, տիրոջ հրեշտակը Փիլիպոսին խոսեցավ ասելով, ով հովիվներ, որ մեկի հետ նա տիրոջ հրեշտակը բաց է այդ խոսում, ով հովիվներ, որ ձեզ մկրտված եք համարում, ումա Փիլիպոսի պես հափշտակում, գավառից տեղափոխում Լոս Անջելոս, կա գժություն համարեք, բայց սա կատարվել է մկրտվածների հետ, Ազովտոսի, տեսեք ուր տեղափոխեց, նա նույնն է երեք այսօր ավիճան, եթե դուք հոգեղեն էակներ եք, Ձեզի համար պրոբլեմ չի լինի, որ երկիրը Աստված ուզի վարսերիցը հրաման կտա, հրեշտակը կբռնի, կտանակի չստի, կքարոզես ու ետ կգաս, սա է իսկական հոծված սուրբերը, սա են մկրտվածները, սա են հինանած Քրիստոս հագած հոգեղեն էակները, սա են իսկական սուրբերը, որին փափագում ենք ասնել։ Փիլիպոսը իր բերանը բացավ, գրքի այս խոսքերեն խոսելով, Հիսուս քարոզեց անոր, առաջի անգամ Հիսուսի անունը լսեց, երբ իրես ճամփան կերթային, ջուրի մքով եկան, ներքինին ասավ, ահա ջուր, ալ ինչ բան զիս կարգել եմ մկրտվեմ Հիսուսի անունով, Փիլիպոսն ասավ անոր, հզոր առաքյալ օծված սուրբ, Եթե քո բոլոր սրտովդ կհավատաս, որ Հիսուսը Աստվածն է ու Աստծո որդին ընդունես ազնական Տեր ու Փրկիչ, կարելի է։ Անիկա պատասխան տվավ ու ասավ, կհավատամ, թե Հիսուս Քրիստոս Աստծոյի որդի է։ Ուրիշ բան չասավ, գնա 5 անգամ կտակարանը պարապակարդարի թաթխեմ ջուրը հանեմ։ Մարմինդ լողացնեմ։ Դա խորհուրդն էր, Փիլիպոսը այդ ջրի մեջ թաթախելով հաստատ ասեց դե գնա ու ավետարանի ջրի մեջ այսպես թաթախվի, որ հինդ հանես ու Քրիստոս հագնես։ Ուրաման հրա, որ կարգը կաղնեսնեն, երկուքն ալիչան, Փիլիպոսը ներքինին մկրտեց, Երբ ջուրեն դուրս ելան տիրոջ հոգին ափշտակեց Փիլիպոսը եւ ալ ներքինին զանիկա չտեսավ ու իր ճամփան գնաց ուրախությամբ, բայց Փիլիպոսը Ազովտոսի մեջ գտնվեցավ, քարտեզով նայեք ինչքան հեռու տարածություն է Գազան ու Ազովտոսը, հափշտակեց, ինչպես Եղիային էր հափշտակում, սա են իրական մկրտություն ստացած, մկրտության իրավունք ունեցած հինանած Քրիստոս հագած սուրբերը եւ դրա համար է որ Հովանու ավետարանը, որը Աստվածանալու ավետարանն է ցույց տալիս արծիվը հայտնության կենթանիների այդ ավետարանի մեջ դա որ գրված է ոչ թե Հիսուսն էր մկրտում հապա առաքյալները ինչի բա մյուս ավետարաններում չկա մենք սերտողության թեմաների մեջ ձեզ կբացատրենք Տիրոջ օգիով հետևեք սերտողություններին որը Արաբ TV-ում դրվում է ու ամբողջ աշխարհն է տեսնում Ուրեմն հասկացաք, որ մի օրվա հավատացյալին մկրտել են, ինչպես Գրիգոր Լուսավորիչը Եդեսիայում քանի հարյուրավոր նախարարների ու մարդկանց բժշկվեց, մի օրում որ ընդունեցին Հիսուսին տրթադեդ միասին։ Բոլոր սուրբերի կյանքը նայեք, եթե դուք Գործկառաքելոցը չեք ընդունում վարք սրբոցի սուրբերի կյանքը կընդունեք Քավլիցի, բայց լասա ընդունեք, որպես ինք նրանք էլ կընդունեք կտեսնեք, որ ամեն դարաշրջանում Տերը նույն ձևի է գործե։ Գործկառաքելոց 10-րդ գլուխ Հլասա կարան ասեն եկել էր երկրպագելու ներքինին, բայց Կոռնելոսի տուն հավաքվածները լրիվ կռապաշտներ էին։ Ինչ կատարվավ։ Գործկառաքելոց 10:47 Լավ 45-ից կարդամ թլպատվածներեն եղող հավատացյալները, որոնք Պետրոսի հետ եկած էին, զարմացան, որ հեթանոսներու վրա Սուրբ Հոգու պարգևը կլեցվեր, էլի գրված է պարգև Եսի Աստված Եզակի դեպք էր գործքում գրած, տվեց Սուրբ Հոգին, որ Պետրոսի դեմ հրեաները դուրս չգան, բայց մենակ այս դեպքում այլ է, որ Սուրբ Հոգին առել են նոր ջրով մկրտվել են, բայց եղավ էլի, Սուրբ Հոգու պարգևը ստացան, ոչ թե մկրտվան, և կլսեին անոնց ուրիշ լեզուներով խոսելը
ու Աստված կփառավորեին։ Այնատեն Պետրոսը ըսավ անոնց. կրնամ մեկը արգելել, որ անոնք մկրտվին, ջրի մկրտությունն է, չասում հոգով մկրտվին, որոնք Սուրբ Հոգինալ ընդունեցին մեզի պես, ուրաման հրա, որ Տերոջ անունով մկրտվին, ջրի մկրտությունը, Հոր, Որդու և Սուրբ Հոգու ամեն։ Թո փառավորվի Տերը, ուրեմն Տերոջ անունով մկրտեց Կորնելոսի տան մեկ օրվա հավատացյալներին։ Այս արածը, եթե մեկնում են, որ ապաշխարելուց հետո պետք է մկրտվեն Պողոսը սենցակ հարոզ է երկրորդի 38-ում, դիվայինա դառնում, հակասականա դառնում, Պետրոսը չէր կարա իր քարոզածին հակառակ բան կատարել, ամեն։ Ու Պողոսը, Փիլիպոսը, մնացած բոլոր սուրբ առաքյալները։ Անցանք առաջ, 16-րդ գլուխ, 15 խոսք, իննի Պողոսի մկրտությունը չընթերցեցի, որ հալածից Պողոսը գործկառաքելոցի 9-18-19, շուտ մը Անանյան գնաց այդ օծված սուրբը, որ իրական հաղորդություն ուներ Աստծո հետ և նրա ձայնն էր լսում։ Շուտ մը անոր աչքերուն, թեփերու պես բաներ էին կան, և իսկույն տեսավ և ելավ ու մկրտվեցավ, սա Տիրոջ անունով, չի ասում հոգով մկրտվեցավ, ջրի մկրտությունն էր, և կերակուր ուտելով ոյժը վրան եկավ ու քանի օր Դամասկոսի մեջ եղող աշակերտներու հետ կպտտեր, ամեն։ Նույն ձևի իմալ Պողոսը մկրտվեցավ Անանիային, այդ հավատարիմ աշակերտը հետքը ինքը նույն ոճով քայլեց, ինչպես Հիսուսը պատվիրել էր, ինչպես Պետրոսն էր արել ու ինչպես էլ ինքը շարունակեց և սովորեցրեց։ 16-րդ գլուխ 15 և 33 Թիվատերիա քաղաքի Հեթանոս, Փիլիպեի Հեթանոս կին էր, չէ, Եվրոպացի, ինչ կատարվավ, երբ գնացին քարոզեցին կարդամ, Թիվատիր քաղաքից ծիրանավաճառ կինը Լիդիա անունով, որ Աստվածավախ մեկն էր, մտիկ կներ, որում սիրտը Տերը բացավ, որ Պողոսի ըսածներուն ուշադրություն ընե առաջի օրը։ Հոն մկրտվեցան ինքը և իր տունը, ինչ ապաշխարելուց հետո մկրտվել, այ կույր։ Մկրտվում են ապաշխարության մկրտության գնալու, հոգու կրակի և հոգու մեջ մտնելու, կրակով և հոգով մկրտվելու համար, դա սկիզբն է։ Խորհուրդով մեղքերի թողություն ստանում, Մարիան շնորհիվ, ջրի մեջ թավալվելով, ասում է դե գնայս ես թավալվի Աստծո խոսքի ջրի մեջ, դրա համար էլ Պողոսը, որ հին մարդը հանես Քրիստոս ակնես, դրա համար Պողոսը Կորինթացիների առաջի թղթի մեջ չի պարծենում ջրի մկրտությամբ։ Ընթերցեմ լսեք, ասում է փառք Աստծո, որ ես ձեզ շատերին չեմ մկրտել։ Իսկ ավետարանի մար ասում է կգոհանամ, որ ավետարանը աշխարհի ծերն եմ հասցրել, ամեն։ Ուրեմն Պողոսի համար էլ ոչ թե կարևոր էր ջրի մկրտությունը, այդ ծեսը, բայց պիտի լիներ, ես դեմ չեմ դրան, հապա Սուրբ ավետարանի ջրերի մեջ մկրտելը, որը մենք Տիրոջ մովանում ենք, ուշադիր, կգոհանամ Աստծո, առաջի Կորինթացիս 14-ից 17 Կգոհանամ Աստծո, որ ձեզ մեկը չմկրտեցի, դրա համար փառք տալում ասում։ Ինչի համար, որ այդ ծեսը կատարելով դու սաղը ձեր աչքերը ինձ եք սևեռում, որպեսզի ոչ ոք չսե, թե իմ անունովս մկրտված է։ Ստեփանոսի ընտանիքն ալ մկրտեցի, ալ ուրիշ մեկը չեմ հիշեր ամենևին, թե մկրտեցի։ Ինչի համար, մկրտում են, ասում են մեղքերը տարի ինձ խոստովանվի, որ դառնաս իմս տրուկը։ Ես եմ խոստովանությունը դվերցե, ես եմ քե մկրտել, դու իմ պարտականն ես։ Այս եկեղեցուց ուրիշ տեղ գնացիր էլ վերջ։ Ով Աստծո ժողովուրդ, ձեր մեղքերը խոստովանվեք Տեր Հիսուսին։ Մեկ էլ քննեք այդ հովի մեջ իրական, հրաշագործ, բժշկարար, իմաստուն Հիսուսը բնակվում է, երբ կտեսնեք բնակվում է, գնացեք խորհուրդ հարցրեք այդ հովից, թե ոնց անեք, որ այդ մեղքերն էլ չգործեք, բայց ձեր մեղքերը կյանքի խոստովանությունը Տեր Հիսուսին տվեք։
Նայա ցերմարոյում թափե եւ նա գիտի քո սրտի բոլոր ծոցու գախնիկները, բայց չի նշանակում, որ այն օծված սուրբ նվիրյալ հովիվներից էլ դու կարողա ամաչեք ու վախենակ, ոչ, եթե քո այդ խոստովանված մեղքից հոգի չի խաղաղվում, այն ժամանակ եկուր այդ օծված սուրբ հովի մոտ, որի մեջ սուրբ Հիսուս տա բնակվում, էլ անձը չկա, ասա ինչ անեմ հովիվ ջան, որ Տիրոջ հոգիով ազատվեմ այս մեղքից, ամեն, այն ժամանակ նա քեզ ցույց կտա մեղքից ազատագրման ճամփան, եթե ինքը ազատագրված է ու քանանում է բնակվում, ամեն, իսկ եթե ոչ, դու քո մեղքը Տեր Հիսուսին խոստովանվի, եւ Տեր Հիսուսը կլսի ու կների քո մեղքը, ինչպես Դավիթի, ինչպես Եզիկիայի զղջման աղոթքը լսեց, Եսային երբեք չեկավ ասավ, Եզիկիա այդ ինչ է իր արել, որ մահամերձ արված է իր կերը, Տեր Հիսուսին խոստովանվի, բայց քո սպասավորից էլ խորհուրդներ հարցնելը մի թող, եթե չի խաղաղվի խշմտանքդ, կարաս գաս կիսվես եւ այդ մեծ մեղքի մարզող մատուցանի, ինչպես ինուխտում կար մեղքեր խոստովանվում էին, ջրով էին լվացվում, չին գալում քահանայի մոտ, կար մեղքեր, որ գալիս էին քահանայի մոտ եւ քահանան աղոթքեր անում, ամեն, կար մեղքեր էլ, որ քահանան պետք է իմանար քարկոծեր ու մեռներ, որի մասին մենք մի թեմա կտանք մեղքերի խոստովանությանը եւ Տերը հրամայի ու ձեզ կմատուցանենք։ Ուրեմն ինչ ասում Պողոսը։ Ստեփանոսի ընտանիքն էլ մկրտեցի, մի քանի ընտանիք, ալ ուրիշը մեկը չեմ իշեր, թե ամենևին մկրտեցի, վասնզի Քրիստոսը զիս ջրի մկրտություն անելու, մկրտելու չղրկեց, հապա ավետարան քարոզելու։ Ավետարանի ջրի մեջ թավալեցնելն է, թաղվեցնելն է, գցելն ամանուկներին, ով քարոզիչներ հորդորեք, որ ձեր գառնուկները ոչ թե մենակ ջրի մեջ լողանան ձեր ձեռքերով, դա լոգծես է, դրանից հետո ապացուցեք, եթե ուզում ես փրկվես, այս լոգանքը ընդունելուց հետո գնա հոգևոր լոգանքը ընդունասելով ամի ավազանի ջրերի մեջ, որ հինը անես Քրիստոս ակնես դառնաս նոր արարած ու հափշտակության արժանանաս, թե չեսօր թաթխվում են ջուրը, եկուց ավելի մեծ մեղքեր են գործում, Ինչ գործ արեցիր դու իմ ներքին աշխարհում, չոր մեղավոր մցրիր, թաց մեղավոր անիր ավելի մեծ մեղքեր եմ արտադրում։ Այ քե մկրտություն, իսկական Աստծո խոսքի ջրի մեջ մկրտվածը հին անում ու Քրիստոսը հագնում, էլ նրան չկա ընկնել։ Զորանում ու գնում է գործելու, եթե նորմալ քայլի գիրքն ու աղոթքը չթողի, հավիտյան չինգնի ու Պողոսի նման կասա բարի պատերազմս պատերազմեցի ու հաղթեցի, ամեն։ Վասնզի Քրիստոսը զիս մկրտելու չղրկեց, հապա ավետարանը քարոզելու, բայց ոչ միայն խոսքերի ճարտարությունով, որպեսի Քրիստոսի խաչը ոչինչ չլա։ Աստծո ժողովուրդը լեսիմ քարոզազնելը արագ։ Իսկական մկրտված անձը Պողոսի նման կասի, թեպետ ես անվարժ եմ խոսքի մեջ, բայց ոչ գիտության կողման է։ Հոգով վարժ գիտունը չի կարա արագ մատուցանի, դանդաղացրեք իրա խոսքերը տեսեք իշքան ստերա դուս տալում, ինքը արագա խոսում, որ դու չհասկնաս սուրբ գրքի շեղումները, հանդարտ խոսողին քննում է հոտը, եւ այդ խոսողն էլ քննվում է հոտի կողմից եւ հոտին քննում է իր մեջի սուրբ ոգիով։ Ուրեմն հանդարտ խոսողին հոտը կարում աստուգի ու քննի, ավետարանով է թե չէ, արագ խոսողին չի հասցնում։ Դրա համար Հակոբոսը, Պողոսը ասեցին, ամեն մարդ թող արագը լա, լսելու մեջ, դանդաղ ու քիչ խոսելու եւ բարկանալու մեջ։ Ժամանակի բերումով, որ ես արագացնում եմ, դա իմ մոտ խշմտանք առաջանում, բայց Տերը գիտի իմ սիրտը, ես որքան եմ փափագում ու դրան կհասնեմ, որ անգամ 2 ժամ տևի ժողովը չհոգնեն մանուկներ, ամեն։ Ուրեմն պիտի լինես հանդարտախոս ու դանդաղախոս, որտեղ գրված է ոչ թե խոսքերի ճարտարությունով, ճարտար խոսքերով, որպեսզի Քրիստոսի խաչը ոչինչ չլա, եթե դու արագախոս ես, Քրիստոսի խաչը ոչնչացրող ես։ Ու քո ժողովուրդը մեղքից չեն ազատագրվի, որտեղ դու մի թեման չես կարում դանդաղ մատուցանես, որ մանուկը Եգիպտոսից Քանան մտնելու ճանապարհը հասկանա, բժշկվելու ճանապարհը հասկանա, մեղքերից ոնց ազատվի, կետ չես գնում, որտեղ քո նպատակը չէ Եգիպտոսից Քանան տանես, քո նպատակն է անունով Եգիպտոսից անես, անապատում գազանին մատնես։ Քանան
կան քո մեջ հոգիներ, որ սուրբ են, առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի, կա մեկը, որ սուրբ է, ով սիրելի հովիվ, ուրեմն հույս կա, որ հոտում մի քանիսն էլ կսրբանան, իսկ եթե ձեր մեջ սուրբեր չկան, սուրբ հոգին ձեր հետ գործ չի արե, եթե 30 տարի դուք չեք սուրբ դարե, էլ ինչ հույս ունենք, որ ես 2-3 տարում սուրբ կդառնաք, չեք էլ դառնա, որտեվ չարը արդեն շեղել է այդ հոտին ճշմարիտ ճանապարից, վարձկան հովիվներ դնելով դժոխք է առաջնորդում։ Ճանապարհ կա, որ մարդու առաջին ուղիղ է երևում, բայց դրա վերջը մահվան դժոխքի ճանապարհ է։ Ամեն։ Ուրեմն 16-ի 33-ն էլ կարդամ, որը բանտապետի մկրտությունն էր։ Բանտապետը ինչ հեթանոց չար մարդասպան մարդ էր։ Բանտապետը մի գիշերվա մեջ դարձ եկավ ու ինչ կատարվավ։ Բանտապետը առավ զանոնք գիշերը նույն ժամուն ու անոնց վերքերը լված, կոտրվավ, փշրվավ, մեղքերն ընդունեց, Հիսուսին էլ անձնական Տեր ու Փրկիչ ընդունեց։ Խոսավ ինչ անեմ Տերեր որ փրկվեմ։ Ըստ չասին ապաշխարա, ինչ արեցին, թե ինչ ասում։ Անոնք ալասին հավատա Տեր Հիսուս Քրիստոսին ու պիտի փրկվես դու եւ քո տունը ու հավատալու սկզբի հիմքը ջրի մկրտությունն էր։ Բնչի ասին ապաշխարա ու մկրտենք է։ Հավատա։ Հիմա Պողոսը եւ ըստե Շիղան ինչ արեցին, հաստատեցին Գործկառաքելոցի 2:38-ի իմ մեջինի մեկնածը, որ Պետրոսն էլ նույն միտքն ունեցե, ոչ թե ապաշխարելուց հետո են ջրով մկրտում։ Տարիներ, որ գնա վասկի մրցում կպի, 5 անգամ Աստվածաշունչը կարդա, արի մկրտենք է։ Ուրեմն 33-ը բանտապետը առավ զանոնք գիշերվա նույն ժամուն ու անոնց վերքերը լված եւ մկրտվեցան ինքը ու բոլոր իրենները։ Ամեն։ Էլ ինչ ապաշխարելուց հետո մկրտություն։ Ապաշխարելուց հետո Սուրբ Հոգով են մկրտվում ու հաղորդության անդամ դառնալով Քրիստոսի կինը դառնում։ Իսկ ջրի մկրտությունով եկեղեցու անդամ են դառնում ու դառնում են Հիսուսի նշանլուն։ Գնազանդվեն խոնար արծ կդառնան կտանա իր մոտ, չէ մատանին կվեկալա եւ ուրիշին կտա եւ ինքը կգնա դժոխք։ Աննազանդության պատճառով։ Ոչ թե որ ջրի մեջ թե թաթխել ենք, ուրեմն դու Հիսուսի կինն ես, վերջ փրկված ես։ Մերոնը ճակատիդ քսածը դու դրախտի մարդ ես։ Սխալեք, առանց խաղաղության ու սրբության լավի շեկեսի գերագույն նժարի վրա դրված համարա մեկը Տերը չի տեսնի։ Երանի սրտով մաքուր սուրբերին վասնզի անոնք պիտի տեսնեն Սուրբ Հիսուսին։ Սուրբ Հիսուսը պիղծերին իր կինը չի դարձնի եւ այդ փառավոր պալատը իրենց չի նվիրի։ 19:5 Գործկառաքելոց։ Այսքան համարներ, ուրեմն սուտ եք անե ձեր դիվային մեկնության պատճառով, որը սուտ է եւ ոչ սուրբ գրային։ Իսկ Հակոբոսը 3-րդ գլխում ինչ կսե, ինչը որ սուրբ գրքին համեմատ չէ, երկրավոր է, շնչավոր է եւ դևերի կողմից առաքված է, դիվային է։ Հիշեք ով սրանց հակառակ քարոզող հովիվներ ու վարդապետներ, որ դու դևերի վարդապետության հետևորդներ եք դառե, ինչպես Տիմոթեոսի 4-րդ գլխում է գրված, որ վերջին ատենները մեկ քանի այդ հովիվներ, սպասավորներ կշեղվեն ճշմարիտ հավատքից եւ դիվային ուսմունքների հետևորդներ կդառնան։ Դիվային ուսմունքները մի մտածեք կախարդությունն ու վհուկությունն է, դուք էլ հոգևոր վհուկներ եք դառե։ Ճշմարիտ գառնուկներին մոլորեցրել եք, զոմբիացրել եք ու տանում եք շղթաները վզներին դրած դժոխք, սխալ ուսմունքներ մատուցանելով։ Դա էլ մի աղանդավորական ցանց եք սարքե, որ հոգի որսակ ճշմարիտ քրիստոնյա մեր պապերի առաքելական մարգարեների ու առաքյալների հիմնադրած սուրբ բժշկարար հավատքից գողանակ հոգիները ու տանեք դժոխք, բայց եթե առաքելական եկեղեցու ճշմարիտ հայրերը լավ աշխատեն, այդ եկեղեցու լուսավոր գառնուկներից մեկը խավար կրոնի մեջ չի կարա հայտնվի, ամեն։ Թո փառավորվի Տերը, 19:5 Երբ ասիկա լսես, թե ասեցին հարց տվեց, դուք Սուրբ Հոգու մասին գիտեք, ասեց չէ, մենք մենակ Հովհաննեսի մկրտությունը գիտենք այս 12 աշակերտները։ Պողոսը երբ ըսավ
Հովանեսը ապաշխարության մկրտություն ով մկրտեց, էլի ապաշխարության համար մկրտեց, ու ժողովրդին էլ սա, որ հավատան անոր, որ իր մե հետո պիտի գա, կարևորը կրակի եւ օգու մկրտությունն է Հիսուսի անունով, այսինքն Քրիստոս Հիսուսին, երբ ասիկա լսեցին, Տեր Հիսուսի անունով մկրտվան, ջերի մկրտությունը, ոչ թե Տեր Հիսուսով, Գաղատացիս 3-ի 27-28-ում կրուկա, որ դուք Քրիստոսով մկրտվակ նոր արարած դառաք, Քրիստոսի անունով մկրտվածները ծնվան, ընդունին Հիսուսին ազնական Տեր ու Փրկիչ, Պողոսը անոնց վրա ձեռ դրեց Սուրբ Օքին իջավ, ծնվան Սուրբ Օքով, կնքվեցան, որ Աստծո որդի դառնան, Աստծո որդի դառնալու իշխանությունը ստացան, ինչը գրված է Հովանու առաջի գլխում, ամեն, իշխանությունը ստացան, չդառան Աստծո որդի, ժողովուրդ, ծնվան մեօրական մանուկ, ոչ թե չափահաս բանակային, հասկանում եք, սրանք տարբեր բաներ են, հնարավոր է այդ մանուկը մեռնի եւ բանակային չդառնա, եւ այդտենց է շատ հոգեւոր մանուկներ մեռնում են մեղքի ճանապարհը բռնելով, Սուրբ Օքին անոնց վրա եկավ, չի ասում Սուրբ Օքով բաներ մկրտվան, որտեղից են ներմուծես դիվային ուսմունքը, որով լեզու է խոսում Սուրբ Օքով մկրտված է, ասում է ով որ հավատա ու մկրտվի այս նշանները անոնց հետ կերթան, ինձանից ավելի գործեր կգործեն, որ հայրը որդու անունով փառավորվի, ամեն, բա ինչի ես բառերը չեք հիշում, որ Աստծուց ծնվածը մեղք չի գործում, մկրտվածը չի կարա մեղք գործի, հինը հանած Քրիստոս ակածա հիները անցան, բա ինչի ես նշաններին չեք հետևում, որ մե դիվարի վրա հարձակեք Տիրոջ անունը առաքյալների նման, պիտի դևերը փախնեն աղաղակելով, լեզուներ խոսում ենք, ջրի մեջ լողացած ենք, մկրտված ենք, Հիսուսի կինն ենք, երանի քեզ մկրտված լինեի, բա որ այդքան հեշտ է սաղ աշխարհել կգա կմկրտվի, ու Հիսուսի կինը կդառնա, ու կգնա ինչ ուզես կանի, իսկական մկրտվածների վրա կրակե զորությունով իջած Սուրբ Օքին վառելա մեղավորին, մեղքի գործիքները վառելա, այլ որ ուզի մեղք չի կարա գործի, որտեվ իրանը դև չի կարում մոտիկանա, որ մեղք գործել տա, Պողոսը երբ անոնց վրա ձեռ դրավ, Սուրբ Օքին անոնց վրա եկավ, ու լեզուներ կխոսեին ու կմարգարյանային, ասոնք բոլորը 12 հոգին ուշադիր, ծնվան, ջերով մկրտվան Սուրբ Օքին առնելով ծնվան, այս ծնված մանուկների հետ Պողոսն ասում է գիշեր ցերեկ ցավ կքաշեմ, մինչև Քրիստոսը ձեր հետ մեջ ծնվածին լման հասակ պարգևի, մեր եմ դառե, հոգևոր հայր եմ դառե, ոչ թե հայր Սուրբ, Քրիստոս Հիսուսի ավետարանով է ծնած մանուկների համար, հոգևոր հովիվը, հոգեբարձույա, ցավա քաշում, ուրախությանը ուրախակից է լինում, ցավին ցավակից մինչև Քրիստոսը լման ձևավորվի ու հանձնի Տիրոջն ու գնա ուրիշ մանուկներ ծնելու, ամեն, որ մի հովիվներն են, ով Աստծո ժողովուրդ տեսել եք, որ մանուկ այդ 5 գառների հետ գիշեր ցերեկ ցավ են քաշում մինչև զորանա ու չափած դառնա եւ վազի քարոզելու, դա է ճշմարիտ եկեղեցին, որ Սուրբ անարատ հավատքա քարոզում ու կյանքը տնում, որ մանուկների մեջ Հիսուս կյանքը ձևավորվի, ամեն, ապա ժամանակա անոնք 12 հոգի էին, ապա ժողովարան մտնելով 3 ամիս համարձակությամբ Աստծոյ թագավորության վրայով կխոսեր ու կհամոզեր բոլորին, երբ մեկ քանիները կհամարեին եւ դեմ կդնեին, բազմության արչեւ կվարկաբեկեին այդ ճամփան, Պողոսը կռիվ չարա, բայց առաջ կռվում էր այն նորեկ գաղը, ինքը անոնց մե հեռացավ եւ այդ մանուկ գառնուկներին, այդ ծնված թոթոլ մանուկներին, աշակերտներն էլ զատեց եւ ամեն օր Տիվրան անունով մեկու դպրատան մեջ կխոսեր, ասիկա 2 տարի տևեց, մինչև որ բոլոր Ասիայի մեջ բնակվող հրյաներն ու հույները Տիրոջ խոսքը լսեցին, ով հովիվներ, ով այս գործը կատարում, երանի նրան, Աստծո բարի տնտեսի վարձքերը կստանա, որ գիշեր ցերեկ պատրաստ է, յուրաքանչյուր գառնուկի կերակուրը իր ժամանակին տա, ասիկա էր ծնվելով կնքվան, ջերով մկրտվան, նորեն ծնունդը ստացան Սուրբ Օքով կնքվան, կերակուր եւ աղոթքի կյանք ապրեստելով Քրիստոս այս մարդկաս մեջ ձևավորվավ հինը հանեցին ու Քրիստոս ակնելով մկրտվան, զորացան,
պարգևներով լեսվան, Պողոսի նման 12 Պողոսներ լսվան այդ տարածնու քաղաքը։ Ամեն Պողոսն արդեն գնաց։ Նրանց կառավարողը Սուրբ Հոգին էր, առաջնորդն էր Սուրբ Հոգին, ամեն։ Նրանց դեմ էլ անօրենը գործ չուներ։ Իսկ անօրենը ով օվիվներ ցեզի կրոնավոր վարժանքներով այնքան նա ծանրաբեռն է, որ ծնասման ուղներին թողում եք մեռնում են ու գեհենի զավակ են դառնում։ Ասում ծով ու ցամաք կպտտեք մեկ նորահավատ գտնելու, այն էլ որ գտնում եք ձեզանից կրկնակի անգամ գեհենի զավակ եք դարձնում։ 5 մանուկ ունեցեք, կյանք թրեք այդ 5 մանուկը որ մեծանան 5 զոր եկեղեցություններ կդառնան։ Այն ժամանակ նոր վստահ կթողես ու կգնաս մյուս տարածքը։ Որպես վերջնաբան այս համարն էր Աստծո ժողովուրդ, որ այս 10-ին մոտ համարներով Տերը ապացուցեց, որ մենք Եգիպտոց ծննդոց գրքից ծնվանք աշխարհի մեջ, պիտի զատվենք, հերթականությունը գրքերի, կոնտեքստերի, ավետարանների շատ խորհուրդ ունի, ուշադիր եղեք, ծնվար պիտի զատվես, զատվար արդեն ընդունիր Հիսուսին անձնական Տեր ու Փրկիչ, կարմիր ծովը պիտի անցնես, կարմիր ծովը անցնելուց հետո մտար մի փակ տեղ, որ քեզ հետադարձ չկա, միայն առաջ պիտի գնաս, հետ չես կարա գնա։ Դրա համար կարմիր ծովը նախքան անցնել ասում է Տերը Իսրայելացիներին չտարավ կռվոտ ճանապարհներով, որ փղշտացիների հետ հարված ու պատերազմներ ունեին, որ շուտ հետ դառնային Եգիպտոս։ Բերեց համոզելով կարմիր ծովը անցկացրեց, քցեց կոպիտ ասած վանդակը մի փակ տարածք ու սկսեց կոփել։ Ոմանք մեռան, ոմանք էլ հինը մերձերին Քաղեբի եւ Հեսուի նման Քանան մտան։ Ամեն։ Ուրեմն ջուրը անցան, որ բոլորը կարան մկրտվեն Եգիպտոսից դու ով փափագումա դուրս գա։ Անապատի մեջ կարևորը կրակի եւ հոգու մկրտությունն են բաժակի խմելը, որ Հիսուսը առաքյալներին ասեց, «Այն դառը գավաթը կխմեք, ասա պիտի խմեք, այն հոգու մկրտությունով կմկրտվեք, որ կրակից հետո է գալու, ասա պիտի մկրտվեք, դրանից հետո կռիվ չեք անել իմ աջ ու ձախ կողմը նստելը, այն ժամանակ հայրը ում որոշերա, նա խոնարհաբար կնստի»։ Ամեն։ Ուրեմն կարմիր ծովն ասնեն, կրակի հոգու մկրտությունը կրակ եւ ամպ։ Ում ներքն աշխարհում խավարա կրակը պետք է կոփի, ով արդեն լուսավորվել է ամպնա, դրա համար գիշերը կրակն էր առաջնորդում, ցերեկը ամպի լույսը։ Եվ Հորդանանը անցնելով երկրորդ օծությունը, դու Սուրբ Հոգին ունես, ծովը անցել ես, բայց Հորդանանն էլ անցել ես, հինը անել ես այդ օրհնաբեր երկիրը, մտել ես Քրիստոս ակնելով, չէ, սիրելիս, անապատում վազ ես տալում, այդ սևավոր եսիդ բոլորը ֆռում ես, գիտես թե Քանանում ես վայելում։ Հիշի Քանանում եղած սուրբերը ինչեր են արել, ու հիշի որ Քանանում էդ կա, անապատն ու Քանանը լրիվ տարբեր են։ Հեսորա Սակավ, պարգևներ ունեցող հովիվները, իրանց Սինայի բոլորը պտտվում են, եւ կույր Սամսոնի նման Սատանայի ջրաղացի քար են պտտեցնում, գիտեն թե Տիրոջ համար են ծառայում, Տիրոջ համար ծառայող սուրբերը Քանան են մտել ու գնացեք տեսեք, թե գործկառաքելոցի սկզբից մինչև վերջ, թե Վարսրփոցի բոլոր սուրբերը ինչ գործեր են Տիրոջ ողորել, հրաշքներ, բժշկություններ Հիսուսից ավելին են արել, ինչպես Հիսուսն ասեց, ով որ հավատա ու մկրտվի, այն գործերը, որ ես գործեցի, անոնք էլ պիտի գործեն եւ դրանից էլ ավելի գործեր, որպես վերջնաբան ընթերցեմ մկրտության հաստատող համարներն ու որը կվերաբերվի հոգու մկրտությանը, դրանով ավարտենք։ Իսկական հոգով մկրտվածները Մարկոս 16-ում գրված է ինչեր պիտի անեն։ Ուշադիր եղեք ու ձեր առանձնաշնորհներին լավ ուշով հետևեք։ Անոնք որ կհավատան 16-ից, Մարկոս 16-16, իսկական ջրով ու հոգով մկրտվածները տեսեք ինչեր պիտի անեն, հինը հանած Քրիստոս ակազները, որը գրված է նաև Հովանու 14-ի 12-13-ում և 16-ից նույն գլխի, Հովանու էլ 16-ի 20-23-ում, որ կինը ցավքաշելով ծնում է, եթե այդ մանուկը լույս աշխարհ գա, բերանից ելած ամեն բանը պիտի կատարվի, այն օր ինձանից ոչինչ ասավ չեք հարցնելու։ Նույնը Հովանու առաքելական թղթում գրված, եթե ձեր սրտերը ձեզի մեղքի հանդեպ չդատապարտեն, ուրեմն հինը հանած Քրիստոս ակած եք, ձեր բերաններից ելածը պետք է կատարվի, ոչ մի բան անկատար չի մնա, ամեն, ոչ թե դու եք, ապա Հիսուսն է ձեր միջից աղոթում հորը, ոնց կարա հայրը չպատասխանի,
Հինը անեցի Քրիստոսակակ, չկա կարենը, Քրիստոսն ամեն բանի մեջ եւ սրա համար ամենաառոջ քրիստոնյա եկեղեցու հիմքը Գաղատացիս 2:20-նա Քրիստոսի հետ խաչը ելա ալ կենթանի եմ ոչ թե ես հապա Քրիստոսն ալ կենթանի մեջս դրա համար Քրիստոսին բերանից ինչ որ հորաղա չի պիտի կատարվի եթե իրոք չափահասա դարձե Դրա համար Հիսուսը չափահաս դառավ նորը սկսեց հրաշքներ բժշկություններ կատարել նա կարար մի ամսը կանում էր հրաշքաներ Դա խորհուրդ տա մեզ, որ մեր մեջ Հիսուսը չափահաս դառնա, ինչ որ հորից խնդրի, հայրը կտա մեզ։ Ամեն։ Վերջնաբան, ան որ ավատա ումը կրտվի, պիտի փրկվի, ան որ չավատա, պիտի դատապարտվի։ Անոնք որ կհավատան, այս նշանները անոնց հետ պիտի երթան։ Մի նշան չի եթան, նշանները, շնորհները, ոչ թե պարգևները։ Իմ անունովս դևեր, չասում մի դևեր բոլորը, դևեր կհանեն, նորանոր լեզուներով ոչ թե կաղոթեն սիրելի ավատացյալներ, կխոսեն ու կթարթմանեն, որ մե երկիր մտնեն իդ երկրի լեզվով կխոսեն ինչպես հրի առաքյալներ եկան Հայաստան արամերեն խոսեցին, Գերմանիա գերմաներեն, սայա լեզուների պարգևի գերագույն խորհուրդը, սա անցանք, ձեռքները օձեր պիտի բռնեն, Եվ եթե մարի թույն դեղ խմեն, իրենց պիտի չվնասե, հիվանդներու, չասում մի հիվանդի, հավատացող հիվանդի, կիսա հավատացողի, հիվանդներու անգամ հեթանոս հիվանդների, վրա ձեր պիտի դնեն և անոնք պիտի առողջանան։ Ինչպես ես նորը եղբայրը, ինքը չեր հավատում, բայց ասի բեր աղոտ կանենք, ինքը բժշկվավ ուրաշքը տեսավ, ամեն։ Արդ Տերը անոնց հետ խոսել են ետքը ամբարձվեցավ և աստոյ աչ կողմը նստեցավ, անոնք ելան ու ամեն տեղ խոսքը կքարոզեին ու Տերը անոնց հետ գործակից էր, խոսքը կհաստատեր այն նշաններով, որոնք անոնց հետ կերթային և այդ նշանները գրված է Գործք գրքում, Գործք գիրքը չի գրվել, որ փակեք դնեք ենկում, ով հովիվներ, Սուրբ Օգուց օծված մկրտված անունով հովիվներ, քննեք Պենտեկոստեից հետո ինչ կատարվեցավ առաքյալների հետ, ձեր հետ կատարվում է, եթե ոչ դու մկրտված չեք, սատանան խաբելա ձեզ ու դժոխք է տանում։ Եկեք կանգնենք աղոթքի Աստծո ժողովուրդ, եւ սիրելի մեզ լսող Աստծո ժողովուրդ, հիշեք մկրտությունների վարդապետությունը, որ ճշմարիտ առաքյալների ուսմունքն է, ջրով մկրտվելուց հետո Սուրբ Օգով պիտի կնքվեք եւ սրբանաք, Հիսուս Քրիստոսով սրբվածներ, սուրբեր դառնալու կանչվածներ, սրբացած ավատացյալը պիտի հինը հանի Քրիստոսով, լեցվի գրքի աղոթքի կյանքով հոգով մկրտվի, երկրորդ օծությունը ստանա, մկրտվելուց հետո ծառայի տիրոջը հարատև անձը խաչած մնա ու Քրիստոս երրորդ օծությունը հագնելով հաղթի ու Պողոսի պես հռչակի, բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի, ասկե հետո կա ու կմնա արդարության պսակը, ամեն, ուրեմն աղոթ կանենք, թո Տերը արտնցնա մեր հոր գառնուկներին, բոլոր հովիվներին, սարկավագներին մեղքեն, մենք եթե դատենք, վարժ չունենք, բայց եթե բարեխոսենք ու լանք, ինչպես բոլոր աշխարհի տարածներում հովիվներ, սարկավագներ ու ընտանիքներ են արթնանում, Տերը կարթնացնի մեր աղոթքով շատերին, ամեն։ Թո Տերը փառավորվի, որ ճանապարհով կհանդիպեն քրիաների, թող դառնան ու Տիրոջ ճշմարիտ փառախը մտնեն։ Փառք քեզի սքանչելի հայր, փառք քեզի գովելի Տեր, պատիվ մեծություն, օրհնություն, պարաբանություն քեզ այր սքանչելի։ Խնդրում եմ քեզանից այր գովելի այցելիր բոլոր աղանդավորական եկեղեցիներին, բոլոր սարկավագներին, հովիվներին ու վարդապետներին, դարձի բեր ամենքին, որ մկրտության այս վարդապետությունը ճիշտ ձևի մատուցանենք ու գառնուկներին, որ չլատե ծուռը մեկնություններով դևերի ուսմունք քարոզեն ու ժողովրդին դժոխք առաջնորդեն։ Քավիր քո Իսրայել ժողովրդի մեղքերը, որովհետև իրենք մեղավոր չեն անօրենն է մոլորեցրել Իսուս ջան մոլորության կրոնավոր ցանցերը գցելով։ Քանդե բոլոր դիվային ու մոկագան կախարդությունները Հիսուսի զորավոր անունով թող քանդվի քո Իսրայելի վրայից։ Լույս ակնեմ բոլոր գառնուկները
փառքները, կանչվածների միջից ընտրյալներին զատիր ու քո փառախները բեր։ Ճշմարիտ վարդապետության եւ ուսմունքի մեջ հաստատում պահիր։ Թող կպչեն գրքից ու աղոթքից, իրենց կույր աչքերը կբացվի, խավարից դեպի լույսին կգան, սկանչելի Տեր։ Այսքանով ավարտում ենք պաշտամունքը, արձակե մեզ խաղաղությամբ, Հիսուս ջան, թող գնան յուրաքանչյուր գառները ու խորանան այս ճշմարիտ ուսմունքի, գրքի աղոթքի կյանքի մեջ եւ ամեն հոգիներին քննեն խոսքով, որովհետեւ դու ասեցիր Հովանես Առաքյալի ընդհանրական առաջի թղթի 4-րդ գլխի առաջի խոսքում ամեն հոգու, ամեն կարոզիչի, ամեն ովի մի վստահեք, հապա քննեք հոգիներին, իրոք ավետարանով ու Սուրբ Հոգովն են խոսում, եթե ավետարանով ու Սուրբ Հոգով է, հետևեք անոնց, եթե ավետարանով չէ, փախեք անոնց, մե որոնք խոսքը կխարդախեն ու գնացեք անոնց հետ, որ հոգով ու ճշմարտությունով Աստված կպաշտեն։ Այս ծրագիրը քո հոգիիսն է, դու հաստատի քո ճշմարիտ գառնուկների մեջ եւ կանչվածների միջից ընտրյալներին զատիր։ Փառք հավիտենության Հորը, Որդու Հիսուսի անունով, ամեն։